Բարև ձեզ, դուք դիտում եք Բաստիոն հաղորդաշարը, այսօրվա մեր հյուրը Շանթ Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Ձեր վերջին սենսացիոն հարցազրույցից հետո Նարեկ Սամսոնյանը ուղիղ եթեր մտավ եւ հայտարարեց, որ դուք պայմանավորվածություններ եք խախտել։ Ինչ նկատի ուներ նա։ Նախ ասեմ, որ ինքը մենակ դա չասեց, ասեց իբր ես եմ զանգել, որ գնամ բան հարցազրույցի։ Ու դա որ ինքը ասեց, որ պայմանավորվածություն եղել է։ Հիմա խնդիրը խախտել չխախտելն է, որի մասին նաև ես հիմա կասեմ։ Ուրեմն նախ այդ գնալու նախաձեռնությունը ասեմ ումն է, հա։ Նա 2 տարի առաջ զանգեց, ես իրան вообще ոչ ճանաչել եմ, ոչ լսել եմ, երևի ինչ որ կարող է լսած լինեի Նարեկ Սամսոնյան անունը, երբ որ ինքը զանգեց ներկայացավ, ասես Նարեկ Սամսոնյանն բան կարող է լսած լինեք, անուն ազգանունը ծանոթ թվաց, բայց вообще չէր պատկերացնում, մտածում եմ լրագրող կլինի, ինչ կլինի, դե ինչ-որ մի ակտիվիստ բան։ Ու ասեց ուզեմ ձեզ հրավիրեմ մեր այդ հաղորդմանը, իրար հետ խոսանք։ Ես ասի ճիշտն ասի, բանա, այդ 4 հատ պայմանավորվածություն եմ լրատվամիջոցներին։ Ես է շուշուտ չեմ գնում, ասի, դա մի 2 ամիս կտևի բան, հա ինքը այդ արանքում ասեց ձեր հեռախոսը շատ մանեկանք, Հայրապետյանից վերցեցինք հեռախոսի համարը, նկատում էր Ռուբեն Հայրապետյանին։ Ես էլ ասի, որ հա, ասեցի, ուրախ եմ, բայց բանա, մինչև ես այդ պայմանավորվածությունը չանեմ, ասի դրա համար 2 ամիս հետո զանգեք, պայմանավորվենք, ես կգամ։ Եթե ասենք չասեր Ռուբեն Հայրապետյանի պահը, ասկի կարող է չէ թե որտեվ գրաֆիկը շատ էր, էլի։ Ոչ եմ, ցած դրեց ասեմ այ մարդ տենաս հիմա կարող է զանգի Ռուբոյին ասի կանոնել տվինք բան չեկավ բան, նո 2 ամիս անցավ չզանգեցին, ասի դա եղել է առիթ, որ փորձել եմ զանգեմ Ռուբեն Հայրապետյանին, ոչ թե այդ պատճառով, ասենք իմանամ ոնց է, ոնց չի, դե բնական է, թե խոսայինք կամ ինքը կասեր, կամ ես, որտեվ սիտուացիան նենց էր, ուրիշ ոչ մի դեպքում չէր լինի, որ Ռուբոն ասենք տեղակ չպահեր, բայց քանի որ դուրսն է բան, ասենք այս ձև վիճակ էր, մի խոսքով, այդ մարդիկ հետո բռնվան, նախ 2 ամսով չզանգեցին, հետո ուրիշ որ բռնվեցին, առաջ անգամ կանգնես որ տեսա Սրբազանի միտինգի վաղտ, իրանք արդեն ազատվելուց հետո բարևեցինք ու վերջ, տենց անցավ, 2 ամիս առաջ մարտի մեջ, որ ես գնացել էի Սերժ Սարգսյանին հանդիպեի, առիթ ունեցել եմ ասեմ ինչի համար, գնացի ասի մարդ, այդ մարդուն կյանքում մի մետրից չեմ տեսել, էլի գնամ այդ խոսամ, տեսնեմ ի վերջո քաղաքական ընդդիմության դաշտում ենք իշխանափոխության հարց կասենք ինքը ոնց է կոպիտ ասես թարախա շնչում, թարախ չի շնչում, ինչ է էլի նայեմ բան, իհարկե շատ նորմալ քաղաքավարի հանդիպում էր, իմ կողմից էլ հարգանք կար բան, բայց ես չեմ կարող ասեմ, որ իր մասին ունեի կարծիք, ինչ կարծիք որ ունեի, բայց դե մտածում եմ, ասում եմ, կարող է մարդկային առումով մի ուրիշ ձևի որակներ բան ունեն, հա։ Հիմա այդ մասին հանդիպման շատ չեմ ասի, բայց կասեմ, որ իմ կարծիքը ոնց կար, տենց մնաց։ Այսինքն ոչ դրական փոխվեց, ոչ բացասական։ Ու մի բան մենակ կասեմ, որ զգացի, որ ինքը այդ բանը մեզ դատելու process-ում, ես օրինակ իրան ասի, դուք Ամերիկայում ինչի ասիք, որ ես խուլիգան եմ, ասես ես չեմ ասել, որ դու խուլիգան ես, ասի ոնց ամերիկյան համալսարանում բան, ինքը ասեց ես ասել եմ Շանթ Հարությունյանի արարքը խուլիգանություն է։ Ու ես որ դուս եկա մտածում էի, որ այդ փաստորեն իրա վրա մի հատ մեղք կամ արատ կա, դաջված իրա ճակատին։ Դա այդ մեր քրեական գործի հետ կապված է։ Ու իրականում իսկապես այդ մասին հեսա մի չետուք խոսամ, բայց այդ գան պայմանավորվածությունը։ Ու դրանից հետո անցնում է մի ամիս ու կես ինչ, եկել էլի զանգում են, էլի վերցնում եմ, ասում են Նարեկ Սամսոնյանն է, բան, ասում եմ, հա, ասում եմ, ուզում ենք հրավիրենք քեզ իդ հարցազրույցի։ Ասեցի ինգեր, ասի հիմա տունս ռեմոնտ է, ես չեմ կարող այս պահին գամ, ու էլի չեմ խաբում։ Բայց ոչ 2 տարի առաջ եմ իրան ցրել, երբ որ Հայրապետյան Ռուբոյի անունը տվել է։ Ոչ էլ հիմա, բայց թարս վիճակ ոնց որ ստացվի, ասի սկի իմ տանը չեմ մնում, ասել էր մինչև մայիսի 10-15 կպրծնեն, բայց մինչև անսավերջ ես ոնց որ աչքիս տակ ունենամ, դա համար ասեմ Նարեկ ջան, ասեմ մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ զանգի, այդ գործերը պրծած կլինեմ, այդ ժամանակ կգամ։ Ասում ա եղավ, ու ասում ա արի նախնական պայմանավորենք մայիսի 31-ի վրա, դա շաբաթ օր է։ Ասի եղավ։ Ասի բայց դու գոնե 2 օր շուտ կզանգես, կարող է մոռացած լինեմ, բան, ասեց հա։ Հիմա
բանը, որ ռեմոնտը 15-ի այդ կողմեր արդեն բրցնելու վրա է, զանգեցի ասացի, որ ես էլ ասի կարող մայիսի 28-ին Երևանից դուրս գամ, տենց հարց առաջացավ։ Զանգեցի ասի Նարեկ ասի, կարող է ես տե չլնեմ մայիսի վերջ։ Եթե հնարավոր է շուտ անել, ասենք մայիսի 21-ին, ինքն էլ ասեց, հա, ասեց ավելի լավ, բան։ Այս ձև ա եղել, ասիկ ես չեմ զանգել։ Երբ մարդը 2 տարի առաջ զանգել է, մարդու անունա տվել, վերջը ինչ որ է։ Պայմանավորվածության մասին եմ էլի ասում։ Հիմա կան բուն պայմանավորվածության պահին։ Երբ որ ինքը ասեց դե մինչև հաղորդման օրը, ասի որտեղ է տարածքը, ասեց գրողների միության նկարագրեց ներքևի շենքը բանման, ասի լավ կմոտենամ կարծեմ, ասա մինչև այդ արի մի հատ կոֆե կխմենք կխոսանք էլի, բան թեման։ Ընկերոջս հետ հելան գնացինք 2 օր առաջ այդ դեպքից։ Ճիշտ է, էլի նորմալ ընդունեց, սուրճ հյուրասիրեց, խոսում էինք, հա, մինչև այդ, ես մի օր հաղորդում եմ նայում, խոսում եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահների մասին, ինչ-որ ներկան, ինչ-որ մեկ ախրանայի պետը մի հատ երեխու է բոքսը, թե ինչ բան, հետո զուգահեռ տանում Ռուբեն Հայրապետյանի եղած ժամանակ, որ Շահենը տղես, որ մտել էր ֆուտբոլի դաշտ Պորտուգալիայի խաղին, ու ասում որ Ռուբեն Հայրապետյանը ոչի բան չարեց Շահենին, չասեց բան, նորմալ ձևի, հետո ասում այդ ժամանակ Շանթ Հարությունյանը բանտում էր, ու բանը, ասենք դրա կարիքը չկա ինչ որ ինքը, բայց շարունակում է, ասում է Շանթ Հարությունյանը խուլիգանություն էր արել, ես ասում այդ մասին դեռ տարիներ առաջ գրել եմ, բան, մենք որ գնացինք, ես ջղայնացա նախ նայեցի, ես չհասկացա, ինձ ասում է խուլիգանություն արել, որ դրա կարիքն էլ չկա, այդ դեպքի հետ կապ չունի, ասում ինձ ասում է խուլիգանություն, բայց ինձ հրավիրում անդե, գնացի կետամ այդ թեմով կխոսամ, եթե տենամ չի իմ ասած ընդունում, ոչ հարցը դուրս չեմ տա ու պատճառ կա չտալու։ Ընկերոջս հետ հելան գնացինք, ոչ իմ սուրճ բան դրեց բան, ասում եմ Նարեկ, ասում եմ, դու այս ինչ հաղորդման մեջ ինձի ասի որ իմ արածը խուլիգանություն է։ Ասում եմ, հա, ես տենց եմ կարծում։ Ասում եմ, ըսի ոնց է, ասում եմ դու մլիցին չես խփե։ Ասում եմ մլիցեքի ինձ խփել են, ես էլ հսկի ես չեմ էլ ասրել խփեմ, ինգեներս։ Ասում եմ, ես չեմ ասում եմ մլիցեքի չեն խփես, ասում եմ դու մլիցեքին խփել ես, բան, դա խուլիգանություն է։ Ասում եմ, լսի, ես գնացել եմ արժեքների հեղափոխություն, ասում ես չի եղել, որ ես գնամ օպերա, խմած էի կամ չգիտեմ ինչ էի, քփուր քյափար անեմ, չգիտեմ ինչ, մլիցեկը գան կարգի հրավիրեն ու կոնֆլիկտ դառնա, որ ասես խուլիգանություն է։ Որ հեղափոխությունները ասում եմ, այդ ձևի էլ տեղի են ունենում, էլի ցանկացած երկրում վերսա նայի բան ու բան, ասում եմ գոնե ամենաշատը, ասիր քաղաքական խուլիգանություն է, ինքը էլի ասում է, չէ, բան, օրինակ եմ բերում, ասեմ օրինակ տերորը գիտես, չէ, ինչ ասում է, հա։ Ասեմ տերորը կարող է լինի եւ քաղաքական տերոր, եւ քրեական տերոր, ասում եմ, քաղաքական տերորը, ասենք իռլանդական բանակի բանը, գործողությունները, քրեական տերորը այն է, որ մարդիկ զենքերով էտան մտնեն բանկը գրավեն, զարոշնիկ վեկալեն ու փող մող վեկալեն, որ էտան։ Տարբերություն կա։ Ինքը էլի ասում, բայց իմ կարծիքն եմ ասում։ Ասեմ լավ, մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Ասեմ ոնց որ դու խոսաս, որ խոսքի այսինչ ջանը գնացել է բանական, թուվել լեյտենանտ խոսքի Պողոսյանը գնացել է բանակ, պատերազմի ժամանակ էլ 10 թշնամու մարդու ժա ոչնչացրել։ Այդ երևույթը դու վեկալիս ասես այս լեյտենանտ այսինչ ջան, ասենք լեյտենանտ Պողոսյանը մարդասպանա, 10 մարդասպանը, բայց զինվոր եղել ուրիշ բան է։ Դու վեկալում, բայց երկուսն էլ նույն մարդասպան ըստ էության, չէ, 10 մարդասպանը, բայց դու իրավունք չունես դրան ասես մարդասպան։ Մեկը այդպես sense անում։ Համ դու միշտ կարում ես sense օրինակներ բերես, որ մի քիչ դժվար է վիճելը բանման, որտեղ ինքս կբից ես ասի, եթե դու իմ ասածը չընդունես, այնտեղ քո այդ թեմա վիճելու եմ ու թող լսարանը որոշի, դու ճիշտ ես թե ես եմ ճիշտ, բայց այդ օրինակը որ բերեցի, կամ էլ երևի որ ասի լսարանում կվիճենք, ասես դու միշտ կարում ես sense օրինակ բերես, որ դժվար է չհամաձայնվել բան, եղավ լավ ասեց, ընդունում եմ, ասի բնական է, այնտեղ տենց բաներ չպետք է ասվի։ Ասեց արի պայմանավորվենք, որ Սերժ Սարգսյանին վիրավորանքներ չլի։ Ասի ես առանց պայմանավորվել, ընդհանրապես խասյատ չունեմ մարդկանց գոտկատերից ներքև քննադատություն անել, իսկ քննադատություն պետք է անեմ։ Բա ասма քննադատության մասին չի խոսքը։ Այսինքն պայմանավորվածությունը եղել է երկու կողմանի, որ ինքը ինձ այտենց անհիմն պիտակավորում չի տալի, բնականաբար ես էլ մեկա Սերժին ոչի բան չէի ասելու, ու այդ խոսքը որ ես ասել եմ, էլի անհիմն չի, այդ մասին էլ կխոսանք։ Հա, նաև ինքը ասեց,
Երբ որ խոսում ենք, ասեց ուզում եմ, այն դու ասում ես 13 թվին հելար բանը հայտարարեցիր, ասիր Հայաստանը սուչի զոնա է բան, այդ թեմայի մասին եմ ուզում խոսամ, այսօր լրիվ ոնց որ սուչի զոնա լինի, արժեքների դեգրադացիա է բան, ասի հա, բայց դա ասում այսօր ա եղել, ասեմ նես չի որ այն վաղտ ասել եմ սխալ եմ այն վաղտվա համար ասել, հիմա է եղել։ Այն ժամանակվանից արդեն կար նույնիսկ դրանից առաջ դեռ Լևոնից սկսած դանդաղ արժեքների բան էր, դեգրադացիա էր գնում, որը հիմա կատարյալ է դարել, ու ոչ իմ, դες պայմանավորում ենք, մեր կողմ հետո գնում եմ հարցազրույցին, այսինքն ուզեմ ասեմ երկկողմանի ա եղել պայմանավոր, ինքը որ ասեց եղել է, ինքը սուտ ասեց, իսկ դες ժողովուրդը, որ ուշադիր լինի, հենց հիմա որը մեկը իմ ասածը ստուգելու համար կարա միացնի, այնքան խելքը չի հերիքը, գոնե այդ մասն էլ հանի, որ դժվար լինի հիմա ապացուցել, որ ինքը իր պայմանավորվածությունը խախտում է։ Իսկ որ ասենք ինքը, ասենք եթե ասի ինքը բան չի ասել, իհարկե սուտ կասի, մենք էլ ներկա է։ Բայց այդ դեպքում չէր էլի պայմանավորվածություն երկու կողմանի կրներ պայման միակողմանի, բայց ասենք սա Հայաստանն է, գիտի, որ ես որևէ մեկի հետ չեմ կարա, այտենց իրանց նախապայմաններով չեն էլ կարա ինձ դες բան ասեն։ Այսինքն պայմանավորվածությունը ինքն է խախտել, ժողովուրդը կարա ասեմ միասնի տեսնի։ Իսկ իմ քննադատությունը էլի ժողովուրդը կարա միասնի տեսնի, երբ որ ես ասում եմ բանը Սերժ Սարգսյանը ինձ ու իմ նման տղեկին դատում է, բայց Նիկոլ Փաշինյանին ոչ միայն չի դատում, այլ ֆինանսավորում է բան, այդ խոսքերը զուտ քննադատական, քաղաքական քննադատություն, ՕՍԲ չէ, եթե ինքն է իր օրոք ինձ դատել են, ասենք Բրեժնևի օրոք չեն դատել կամ ես իմ Ելցինի օրոք, ու ինչ պետք է ասեի։ Ու դրա մեջ ոչ միայն վիրավորական բարուտար չկա, այլ տոնայնություն չկա դաշը։ Ես իր դարձություն եմ նկարագրում, որ Նիկոլի այդ արժեքների դեգրադացիան այդ սկզբում այդպես ասացիք, բայց հետո եղավ շատ խիստ բնութագրում։ Այդ եմ ասում, հետո ինչի հետո եղավ։ Ինքը այդ ժամանակ ոչ մի բան չասեց։ Եթե ես վիրավորական բան էի ասել, թող այդ վաղ կլներ կասեր։ Բայց երբ որ արդեն ահագին խոսել ենք, արդեն երևի հաղորդումը պետք է փակեին։ Ինքը ինձ ու արդեն 40 րոպե անցել էր այդ խոսակցությունից, կես ժամից 40 րոպե էլի հատուկ նայել եմ։ Թեման լրիվ ուրիշ տեղեր, Բաղրամյան ենք խոսել, Ամերիկայի այդ հիմնադիր հայրերի մասին Ջորջ Վաշինգտոն, Թոմաս Ջեֆերսոն ենք խոսում բան։ Հիմա ինքը ասում է ես մի հատ հարց տամ, ու սենց մի հատ մանիպուլյացիա է անում, որը ընդհանրապես լրագրողական միջավայրի համար տեխնոլոգիա է, բայց դա ավելի կատարյալ ունի, ասենք KGB-ն, NVD-ն, ինքը սենց ասում։ Մի հատ ուրիշ անցնենք մի հատ ուրիշ թեմայի հարց տամ, բայց մինչ այդ ես իդեպ իմ կարծիքը ասեմ, որ այդ բանը, երբ որ դուք ասում եք դու ասցիր Սերժ Սարգսյանը քեզ դատեց քո նմաններին, այդ մասով ասում ես էլ իմ կարծիքը ասեմ, ու հարցը փակենք, անցնեմ հաջորդ հարցին։ Հիմա ես լսում եմ, ինքը բայց շարունակում է։ Ասում է իդեպ ես էլ եմ համարում, որ ճիշտ է դատը, ես էլ նեի նույնը կանեի, ու դու էլ նեիր նույնը կանեիր։ Էդի ցույց է տալի, որ այն մեր նախնական համաձայնությունը ինքն է խախտել, որովհետև կարող է ժողովուրդը լսի ասի դե լավ, դա ես ինչ չի, բայց դա իմ համար հաջողանքից վատ մեղադրանք է։ Ինչու՞։ Ասեմ ինչի համար։ Նախ եթե ես ընդունեմ, որ եթե սխալ եմ եղել, ես տես բան չէի անի։ Ի սկզբանե։ Եթե հետո պետքա ընդունեի, արել էի, բայց հետո ընդունեի, որ ես սխալ էի արել։ Այն ժամանակ դատարանում կրել էինք, կասեինք, ոչ իմ սխալվել ենք, իրանք ասում են մեղքներդ ընդունեք։ Եթե մեղքը օրենքը պահանջում է, մեղքը ընդունում է հանցագործը, իրան այնտեղ կա բանը, 2/3-ից, ասենք, եթե 6 տարի տվեցին, ինձ ասեք 4 տարուց ավել իրավունք չունեին տային, հələ եթե ոչ 3 տարի։ Այսինքն եթե պետք է ընդունեի, որ սխալ եմ արել, հենա դատարանում կընդունեի 6 տարու փոխարեն, նո 5 նստեցի, ասենք այնպես թե 2.5 տարի։ Կես է բան, նույնը իմ ընկերները կրել են դատարանին կասեին, այսինքն դա ահավոր վիրավորական բան է, էլի, այդ պահով եմ ասում։ Հետո ես եթե ասում եմ, ընդունում եմ կամ համաձայնում եմ կամ լռում եմ, իմ ընկերները 10 քանի հոգի կարեն գային ինձ կպնեին, ասին, լսի դու մեզի տարարդ է, ասելով ճիշտ է, մենք իհարկե համարեցինք, որ դու ճիշտ ես։ Հիմա դու հելել ես, սա այդ հարցը 13 հոգուց որին դիմեն, դառնում է ինքը բոլորի փոխարեն է պատասխանում։ Կամ էլ իր անգերները այդ մի հոգուն որ սխալ պահի, իրանից տարանջատվելու խնդիր են դնում։ Իրանք ովքեր որ համարում են, իրանք անմեղ են։ Ով որ մեղավոր է, ինքը իրան որ զեմ ասեմ ես չէի կարա, դա մի գործ է, բայց մի անց չի դատվում։ Հետո բացի դա իմ համար դա նաև ծանր է, որտեղ այդտեղ իմ երեխես տղես իմ հետ դատվեց։
ոնց որ ես ասեմ, ես եմ ճիշտ են ինձի դատը, իմ անչափած երեխուն ճիշտ են դատը, իմ ընկերներին ճիշտ են դատը, դե ասենք դա այլ բան է, էլի ծանրության հարցը, այդի ասենք եթե մի հատ քֆուր անի քո անձին միտեղ կարող է այդքան ռեակցիա չտաս։ Բայց Սամսոնյան Նարեկն է, չէ՞ ձեզ ասում։ Ինչու Սերժ Սարգսյանը։ Հա, ասեմ, ուրեմն ես այդ ընթացքում որ խոսակցությունը գնում էր, ես զգում էի որոշակի տրամադրվածություն ունեին իրանք իմ հանդեպ։ Հետո սես բան էլ ասեմ, այս ընթացքում որ գանք հասնենք, սես բան էլ ասեմ, ես մտածեցի, որ դա միտում է, քանի որ Սերժի մոտ ես զգացել եմ իր համար պրոբլեմ, իր ճակատին ասում եմ, էդի խարանա, այդ բանը, որտեղ տեսեք ինչ կա, հիմա այս հարցը պատասխանելուց նաև ստիպված պետք է ասեմ, ես ինչի եմ ասել սուկա բառը, ուրեմն մարդիկ, որոնք ասենք հայերեն դա համազոր կարելի ասենք ասես գործտվող մատնիչ բանսարկու բառը ավելի ճիշտ արտահայտում, բայց դա մի բառով չես կարա սուկա բառը հայերեն թարգմանել, սուկա բառը հայհոյանք չի, դա ձևավորվել է անցյալ դարում ու որոշակի բան է նշանակում, որը հայերեն մի բառով չի լինում։ Հիմա տեսեք, դա չի գալիս, ասենք ինչ որ մի օրվա, ինչ որ 13 թվին որ ինձ բռնել են։ 2008 թվի մարտի 1-ի հետ կապված իրադարձություններից, ուրեմն ես մի 40 օր դուրս եմ եղել, ինձ ձերբակալել են ապրիլի 10-ին, երբ որ Սերժ Սարգսյանը ինագորացիան արեց ապրիլի 9-ին, հաջորդ օրը ինձ կալանավորեցին, ասենք իրա երևի առաջի հրամաներից մեկը է դա եղել, ու երբ որ եղել էր, ասենք խոսում ենք միջավայրում, մի օր Ստեփան Դանելյանը ինձ ասեց, Բաշանտ ասեց, եթե կարողանաս մինչև ապրիլին չձերբակալվես, փախացել ես կամ բան էլի, էլ ապրիլի 9-ից հետո էլ չեն բռնի, ասի խի որ, ասես դե Սերժի ինագորացիան է, ասի հետո ինչ, ասում է ագոյի խումբն է եկել Եվրոպայից, ես չգիտեմ ինչ ագոյի խումբը, ինչ որ խոսել են բան, Սերժի իբր հանդիպել են, ասել է ես չեմ հիմա պրեզիդենտը, բանը Քոչարյանն է, էլի իրավասության տակ, բայց որ ես նստեմ պրեզիդենտ, դառնամ պրեզիդենտ, դրանից հետո ոչ մեկին չեմ ձերբակալելու, իսկ ձերբակալվածներին կամաց բաց եմ թողնելու։ Իհարկե ինքը հետո դա արեց, ասենք եղավ դեպք, որ մի երկու օրով մարդկանց բռնեցին, բաց թողեցին, բայց միակ մարդը, որ կալանավորեց, հա ես ասում էի, ստյոպ, ասում էի, ինք ապրիլին կնստի պրեզիդենտ, ապրիլի 10-ից կձերբակալի։ Հա, հետո ստյոպ ասում էր, զարմանում եմ ոնց էր այդքան վստահ։ Դե ես գիտեմ, որ Սերժը KGB-շնիկ է, իսկ KGB-շնիկները իմ ընտանիքի հանդեպ որոշումները դեռ չեն փոխել։ Ու հələ ինչքան իշխան իրանք, այնքան իմ ընտանիքի, այսինքն մեզ հալածելու որոշման մասին եմ ասում։ Սերժն էլ KGB-շնիկ է, վստահ է ու ճիշտ դուսեկ է։ Բայց հələ դա ոչինչ։ Ուրեմն տես ինչ ա լինում։ Ինչ ձերբակալում են մեղադրանք, որպեսի կարողան, ես մենակ ելել եմ այդ կարակոստերից հետո խոսք եմ ասել, խոսացել եմ, բայց երբ որ ինձ բերեցին KGB-ի պատվալ այդ մեղադրանքը տվեցին, երկամսյա կալանք առանց ինձ են բերսել, իբր ռոզիսկի տակ եմ, իբր փախած եմ բան, բերին տվեցին, նայում եմ, տերն եմ տեքստի մեջ բան է, Նիկոլի խոսքերն ա գրած, իբր էդի ես եմ ասել, բայց դες ոչ մեկի քնիշներին բանին, այդ ամբողջ տարի ոչ մեկին բան չասեցի, էլի, հարցաքննությունից հրաժարվում էի բան, երբ որ բերեցին ամբողջական գործը տվեցին, այդ գործը հիմա մինչև մեր տան պատվալում է, էլի 44 հատ օր։ Այդ վաղ մենակ, ասեցի, որ ստեղ էս խոսքերը իմը չեն, խոսքեր կան, որ իմը չեն։ Մեկ ես բա ումն են այդ խոսքերը ասա։ Ասի լսի, ես որ այսքան վաղ չեմ ասել, քեզ հիմա պետք է ասեմ, եթե անհրաժեշտ գտնեմ, ես դատարանի դահլիճում կասեմ։ Ու մի օր Ջահանգիրյան Գագիկին խնդրեցի, որ ինքն էր բանտում, ասի պարոն Ջահանգիրյան, իրավաբան ոչ եմ դադախած մարդ ես հանրապետության բան, մի հատ ասած թե ինչն է էլի հանցանք իմ արածներից, վերցես կարդաց բան, ասեց շան ստեղ, հա ինձ էլ մեղադրում էին, երկու հոդվածով ոնց որ մյուս տղեկին, ասիկ իշխանության զավթում, որը հետում էր 10-ից 15 տարի, եւ զանգվածային անկարգությունների կազմակերպում ուղեկցված հրկիզումներով, ինչերով չգիտեմ, սպանություններով։ Այդ էլ գնում է 6-ից 12 տարի։ Այսինքն 6-ից 12 մի հոդվածով, 10-ից 15 մյուս հոդվածով, առնվազն մի 15-20 տարվա օբշի սռոք կարա լինի մինիմում։ Կարա նաև գումարվի, էլի։ Բայց Ջահանգիրյան Գագոն ասեց, շանտ ասեց, ստեղ ոչ մի բան, դաժե զանգվածային անկարգությունների հետ կապված չկա, քեզ ամենաշատը կարային մեղադրեին բանը բռնության կոչեր անելու համար,
որը 0-ից 3 տարի է, պատալուկ մաքսիմումը 0-ից 3 տարի է։ Ես ասի պարոն Ջանգիրյան ասի, որ խոսքերն է, որ այդպես բռնության կոչ է։ Ինքը գծեց SSS, նայած տենամ սա Նիկոլի բանի ասած տեն հանդեպ ղզիկ ոստիկանները չգիտեմ ինչ էս փողոցն են գրավեն փողոցը բան, դե Ջանգիրյանն էլ չասի, որը դի Նիկոլի բանն է։ Հիմա սա ինչի եմ ասում, այս արարքը արդեն կոչվում է սուկայություն։ Հաջորդ արարքը։ Հիմա ինձ այդ շարը արել դատել են, ենթանենք շարանեն თუ ասեն խոսքի գողցողա, գողությունը արել, չգիտեմ պլան քաշա, չգիտեմ ինչ է, այդքան ինձ վիրավորական չի, ինչքան որ ինձ վերցում տանում են գժանոց։ Իմ երեխեն 9 տարեկան էր այդ ժամանակ։ Ու ես որ պատկերացնում եմ, ասենք կարող է դասարանում բանում ասեն է Շահյանի հորը տարել են գժանոց ավելի լավ է հետը չշփվենք ու իմ երեխեն ընկճվի։ Դա էլ ավելի մեծատառով սուկայություն է։ Այսինքն այդ արարքները ես ինչ որ ասում եմ, հիմա որ լսեն մեզի, լսարանը, իրանք բոլորն էլ գիտեն, որ դա ամենամեծ սուկայությունն է։ Հերիք չի մարդու վրա ուրիշի բանը դնում ես, մի հատ դադում ես, մի հատ էլ վարկաբեկելու հասարակության մեջ տանում ես գժանոց։ Էդի հենց KGB-ի մեթոդոլոգիան է, որը իրանք սովետում անում էին, էլի, ասենք այլախոհներին բանին վարկա հասարակության մեջ վարկաբեկելու հեղինակազրկելու համար, եթե մանավանդ որ չէին կոդրվում, ճիշտ է չեմ ասում, մարդիկ եղել չեն տարել գժանոց, էլի չեն կոդրվել, բայց ասենք դա էլ հարմար մեթոդներից մեկն էր։ Այս առումով ես իր արարքը համարում եմ սուկայություն, հաջորդ գամ։ Ուրեմն 13 թվին, երբ որ մեզ ձերբակալեցին ոստիկանների հետ բախման ժամանակ, մեր վրա հոդվածը դրեցին իշխանության ներկայացուցիչի դեմ բռնություն գործադրելը։ Դա կարծեմ 316 հոդվածն է, որը էթում է առաջին մասը հեչից 5 տարի, երկրորդ մասը 5-ից 10 տարի։ Դա մեր վրա դրեցին։ Հիմա փաստաբան է եկե Ինեսան Պետրոսյանը։ Ես խոսում ենք տարբեր, ասեմ անենց անհանգիստ եմ, նենց վախում եմ, գիտեմ երեխուս բռնելու են բան, երեխուսել են էլի դատելու, չի ասում շատ հանգիստ եղի, ասում չէ Ինեսա, ասում այ շանտ ասում երեխուդ ոնց կարան բռնեն բանա, երեխեդ 14 տարեկան էլի անչափահաս, ասում ես ոչ եմ վստահ եմ դրանում, ասում շանտ ասում այս հոդվածով կարան պրի 16 տարեկանը լրացած լինի, որ ինքը 16 տարեկանից է հանցապարտ այս հոդվածով արարքը, քո տղեն 14 տարեկան է, դե ասում եմ չգիտեմ, ես բայց տենց ոչ եմ վստահ եմ, հետո երբ որ քննությունը գնաց, արդեն գործը 5 ամիս հետո պետքա փակվեր, մեկ էլ մեր վրա հոդվածը այդ իշխանության ներկայացուցիչի դեմ բռնությունը, փոխում են դնում են խուլիգանություն ու Շահյանին ներգրավում են մեղադրյալ, Ինեսան հետո ինձ ասում է ինչ գիտեիր, իսկ խուլիգանությունը հանցապարտը 14 տարեկանից, իսկ Շահյանի 14-ը լրացել էր։ Այսինքն, էսի էլ ավելի մեծ ստորություն է, որը հին KGB-ի Ստալինի վախտվերած մեթոդ կար, մեկը թշնամուն ոչ ման իր հետ էին հալածում, այլ իր երեխեքին բան եւ այլ, որը այս արդեն 60-ականներից այս կողմ, որ բան հակահումանիստական է, նույնիսկ իրավական կառույցների համար համաշխարհային բանով համարվում հակահումանիստական, ձգտում են այդ բաները, ասենք հրապարակային ցուցադրական չանեն, բայց KGB-ի մեթոդոլոգիայի մեջ դա դեռ պահպանվել է։ Ու Սերժ լինելով որպես տիպիկ KGB-շնիկ, ես ասեմ, ես իրան որ տեսա, ասում եմ, այդ պաշտպանության նախարար եղել, պրեզիդենտ եղել, բան եղել, բայց ես իմ կարծիքը մնաց, որ որպես KGB-շնիկի հետ եմ հանդիպել։ Ասում եմ, ոչ լավ իմաստով եմ ասում, ոչ վատ իմաստով։ Ուղղակի հենց այդ իմաստով։ Դա համար եմ ասում, որ էդի, ասենք, վերջն է, որ ասենք ոչ թե մենակ ես, ցանկացած մեկը այդ ձևի արարքը չի ների։ Էլի կարան որոշ բաներ ասեմ, ստորություններ, բանսարկություններ, չգիտեմ, շար անող բաները, բայց ուղղակի դա մի բառով, որը պատկերավոր է ու հասկանալի է, ասում են այդ արարքը սուկայություն է, ես ընդհանրապես ես եմ ասում, ոչ թե իրան ուզեցել եմ հայհոյեմ ու ցանկացածի առաջ կարամ դա ես ասեմ ու հիմնավորեմ։ Բայց դες հետարքիրը որն է, այդ ու քանի որ Սերժը խնդրեմ ունի, ինքը խնդրեմ ունի, ասենք իրավական առումով, որտեղ մինչև մեզ դատելը ինքը Ամերիկայում հելավ ասեց, որ Շանթ Հարությունյանի արածը խուլիգանություն է, այսինքն անմեղության կանխավարկած խախտեց, որը ասենք նաև ուղղորդել է նշանակում դատարանին։ Ասենք ես հիշում եմ, որ 18 թվին Նիկոլը ասում էր, այդ ով են այդ վնգստացող դատավորները բան, որ իմ ասածը չանեն, ու ոչ մի դատավոր ես չտեսա, որ այդ պատճառով հրաժարական տա։ Այսինքն ինքը դրա ապացուցում է, որ եթե վիրավորումա դաժե վնգստացող ասում են հրաժարական չեն տալ, ուրեմն պատրաստ են անեն։ Այդ դեպքում ես
դա ապացուցում է, որ Սերժի վաղտ էլ այդ դատավորները ամեն ինչ պատրաստ էին անել, որտեղ Սերժի վաղտ ավելի տոտալ վերահսկողություն կար ու նենց որ ասենք այդ իր հայտարարությունը կլիներ դատական արդարադատության միջամտություն։ Սա իր վրա չեպեյա, Սերժի վրա, օրենքի տարի համապատասխան։ Բայց նաև բարոյական, մարդկային բարոյական առումով դա ամենաահավոր արարքն է, որ ասենք հոդված փոխես, ինչա թե անչափահաս երեխուն բռնես, այդտեղ էլ այդ խնդրեմը կա, բացի այն, որ մենք խուլիգան ենք թե չէ, էլի, զուտ երեխու առումով, դա ասենք ոչ մի, դաժե իր շրջապատը, դա իրան չի, մարդկայնորեն չի ների, եթե նորմալ մարդիկ են, էլի, իր շրջապատը, այդ արարքի համար։ Ու դրա համար այդ արարքի համար, բայց չեն ասում, ասենք, ինքը պոռնիկ է, չգիտեմ, ինքը սրիկա է, չգիտեմ ինչ է, էլի, այսինքն կարող է մարդիկ ինչ ասեն անասունա թե ինչա, չէ, ես ասում եմ այդ արարքի համար, դա կոչվում է սուկայություն։ Էդ է, ոնց որ բանսարկու է, էլի, բանսարկություն ասեմ, բայց քանի որ ոչ թե իմ լեքսիկոնում բանսարկու բառը քիչ է, այլ հայ ժողովրդի մեջ շատ հազվադեպ հիմնականում գրականության մեջ է օգտագործում բանսարկու բառը, բայց բառը ու ժողովրդի չել ընկալում դրա ծանրությունը արարքի։ Դրական իմաստով էլ հասկանա։ Հա, էլի, արարքի ծանրությունը չի կարող զգա, էլի, ասել բանսարկու եսի բան է սարքում։ Իսկ այդ բանը, այս առումով ուզեմ ասեմ, իրան ես ուրիշ ձև չէի կարող ասել, բայց վիրավորանք ես չեմ տվել որպես, եթե ինքը այդ մարդն է, բանսարկու ասում եմ, բանսարկու եղավ վիրավորում եմ, տես, իր մասին շատերը ասել են, ասենք Նիկոլից սկսած, որ իր ախպերը 50-50 փայա մտնում, մի անգամ չկա մեկը, որը կարողանա ասի շանթես այս տիպի բանը ասել։ Զարուհի Փոստանջյանը հենց Եվրոպարլամենտում ասեց Հայաստանի փողերը ուտում է, այդում է բադեն, թե եսին որտեղ կազինոները խաղում կրվում է, չէ։ Ես էդի չեմ ասել։ Չգիտեմ, հայ ժողովրդի մեջ շատ են խոսում, որ ինքը նարկոմանա քթերն է քաշում։ Ես տես բաներ, այսինքն անպատասխանատու բաներ չեմ ասել։ Ես ասել եմ այն, ինչ է։ Հիմա խնդիրը մյուս բանում է։ Երբ որ Նարեկ, ինչ է, Սամսոնյանը ասում է, արի ես ասեմ ու անցնենք առաջ, Էդի ես զգում եմ, որ Սերժը հլը 10 տարի անցել է, չի հաշտվել այդ մտքի հետ, որ ոչ միայն ես չեմ կոտրվել դատարանում բանում, այլ իր օրինակ եթե համաձայնվեն, որ ինքը ճիշտ է դատել, ինքը իր բարոյապես իրան թեթևացած կզգա, կասեն, որ մի խոսակցություն էլ ասեն, արա, այն տղու գլխին է սարքից դատիր հոդված փոխելով 14 տարեկանի բան, ինքը կարասի շանթը ինքը ընդունել է, որ ես ճիշտ եմ իրան դատել, ես մեղավոր չեմ, ես ապօրինություն չեմ արել եւ այլ։ Դրա համար Նարեկ ուզում էր ինքը պատասխանել, ասեց ես էլ ասեմ թեման փակեմ, ես թե կատղա, առանց այն Սերժի հետ խոսակցել ես զգացի, որ իր մոտ էդի խնդրեմ է։ Հələ չհաշված, որ պատմության մեջ են գրելու, երրորդ պրեզիդենտը սենց որ գրեն կենսագրությունը, հիմա ոնց է Քոչարյանը գիրք գրում է, կարող է ինքը գրի կամ իր մասն է գրեն, էլի։ Այս առումով իմ մեջ ոնց որ էդի պայթեց էդի։ Բայց նաև իրանք ճիշտ է, ինքը ճիշտ է ասում, որ բանա, տես կռիվ-մռիվ ձեռներ չերկարցին, ասեց մենք 5 հոգի ենք, դու մենակ ես չգիտեմ ինչ, բայց ինքը պրովոցիրված շարունակեց, էդի պրովոկացիա էր մի խոսքով այդ ասածը, որ ճիշտ եմ դատել։ Հետո ինքը այդ վեճը շարունակեց, էլի ոնց որ զգում էի լկտի էր պահում իրան, որ ասեմ թե մի ես ինչ քֆուրներ տվես չէ, իրեն որ չգիտեմ, Ռուբեն Հարությունյանը ասում է շուտ ասելա ես իմ էդի դու ես սուկան բանման, ես լարված եմ եղել չեմ լսել, բայց ինչ որ է, ասում է, բա քեզի ասում է, իրան չես պատասխանել, հետո տես դու էլ ասում ես ինչի, ինքը ասեց ես Սերժի հետ եմ աշխատում, այդ պայմանավորվածության ժամանակ, ասեց ես Սերժ Սարգսյանի հետ եմ աշխատում, ոչ թե մոտ եմ աշխատում, այլ հետ եմ աշխատում, ես դրանից եզրակացրեցի, որ դժվար թե ինքը Սերժին հանձնարարություն տվող էլի, ենթադրում էի, որ Սերժը իրան հանձնարարություն տված կլինի, կամ խորհուրդ, կամ դաբրոտա գործունեությանը բան, ու այդ պահերը ես ինքը որ ասեց, այսինքն դառնում է, որ Սերժի համար, Սերժի խնդիրը լուծում, այդ հիմա թե լրատվու միջով, տես հետաքրքիր բան էլ ասեմ, այս աղմուկի մեջ հանրապետական ոչ մի լուրջ կարկառուն դեմք չմասնակցեց, չեզոքություն իրան զսպվածությունը ես տեսա ու դա նշում եմ, գնահատում եմ, բայց նաև KGB-ի մեթոդոլոգիան իմանալով ըստ էության Սերժը չի ուզեցել այդ մարդկանց լուրջ մարդկանց ներգրավի այս գալմաղալի սկանդալի մեջ համարելով որ այս Նարեկի նման այս Նարեկը ոնց որ Նիկոլ Փաշինյանն է, երկրորդ Նիկոլը աճեցնում, այս այդ մասն եք ասեմ
ասենք չկլասի մարդկանց հետ շանտին իջեցնի։ Ասենք Նարեկ ով է, թե նա Նարեկը չասեր ես Հայրապետյանից եմ հեռախոսիդ համարը վեկալ, ես նա մոտ չէր, դա չէր ճանաչում նրան։ Ուզեմ ասեմ մարդու կլասը գցում են նաև, ասենք ցածր մարդկանց հետ կոնֆլիկտ սարքելով։ Հիմա սա խոսած տենց լեկտի պահվածքով խոսած, հիմա ես հել գնաց տեից, ոչ մի բան չեմ պատասխանը, բա մենք կարանք 5 հոգով ոնց որ չասես քեզից էցենք, ասես մեկը խառնել, բա մենակ ես եմ։ Հա, բայց կարային, ես իրան էլ էի խփեի 5 հոգով ծեծեին իրաց տան մեջ, նեյքին կար, քֆուր տայինք, բնական է, մլիցեքը գալու են, սաղ իրանց կամերաներն են նկարում են։ Ասենք գալու են մլիցեքը էլ ինձի բռնեն տանեն, ինք են ասում մենք մի ինչ որ ասես տաներ աշկրկվեն արը, իրանք չեն դատել, ճիշտ է, այն կողմինը չեն դատել։ Հիմա ինձի ձեռնտու չի։ Ասենք մարդիկ կան ասում են, հա, եթե այդքան դուխովի էլի կռիվ աներ, բան, խնդիրը դուխովի հարցը չի։ Օրինակ ես մարդ գիտեմ, 18 թվի իշխանափոխությունից հետո, չէ, մարդիկ կային, ասում են, տնից չենք ելնում, ասում են, խի, ասում են, դե որտեղ որոշում կա, որ բանը, ոնց են ասում, գեդին փռեն, նկարեն, գցեն ինտերնետ։ Հա, դες բան, ես չեմ դատապարտում, այդ մարդիկը բա ինչ, իրանց պրիս վախենալու հարց չի, ինչի սիրուն չի, բա ինտերնետում ոնց են տապալում գեդին։ Հիմա նույնը, ես գիտեի, իրան էլ ասեցի, որ ինձ զգուշացրել են, որ լրատվական այս բոլոր տեղերում կա բացի բուն հարցերուցի վաղ նկարահանումը, կա կամերաներ, որոնք սովորական սովորական խոսակցությունները բան են անում, էլի։ Կներես, ասեմ, դրա համար ասենք ինձի հարմար չէր, դե կռիվ սարքեին, բանանեին, հետո նկարեին գցեին ինտերնետ, իբր 4-5 հոգով էլ են խփում են եւ այլ, թե հետո ես ինչ կանեի դրա մասին չի խոսքը, բայց ինձ ու մանավանդ որ ինքը Սերժյանից էր խոսում, ես իբր լագոտին պատասխանեմ, պրյամո իր ղեկավարին եմ, ու ինքը պրիտոմ որ հելավի մետ վիճելու, ասում է, բա որ Շահյանի դեմը իր հորը կպնեին, կաղա Շահյանը պաստուպից չլեր։ Ինքը բերեց զուգահեռ իր ու Սերժի հարաբերությունը, ես չգիտեմ ինչքանով է զուգահեռ, բայց համենայնպես հա լուրջ եմ ասում, ասես որ Շահյանի ասի, հա, բնական է, որ Լյուբոյն էլի կռիվ կանի, բան, դե ասում այսել են պաստուպի տելնում։ Հետո մեկ էլ ասում դու լե վաղ ասում նեմեցին էլ ես պատասխան տալու, ասի նեմեցին է կտան, բոլորն էլ պատասխան կտան, բայց էլի այս սաղ հիմար անսպասելի է, բայց ես արդեն սովոր եմ, քնից հանեն, ես ինտուիտիվ արդեն իմ մոտ կա վերսիաները մնում է, ժամանակը ցույց տա ես ճիշտ եմ, թե սխալվել եմ, թե որում ասում եմ ճիշտ, որում եմ սխալ, բայց որ ես պետք է իր վերադասին կպնեի, որտեղ ինքը այդքան չկա, դա միանշանակ, հետո դա ինձ հիշեցնելով, ինձ ցավա պատճառում, այսինքն սերժական կանալից կանչում է, ու հելմա այդ կանալում ինձ ասում է, որ քեզի Սերժը ճիշտ արեդատ է, քո երեխուն ճիշտ արեդատ է, քո ընկերներին ճիշտ արեդատ է։ Ասենք այդ իմ այդ դատված տղեկից մեկը հետագայում զով է պատերազմում, Սևակը Մնացականյանը, 3 երեխա ունի անչափահաս։ Ասենք մեծան, ես ասեմ, հա ձեր հորը, որ մեծանան ասեմ, ցես բան ես ասել։ Ասեմ, հա ճիշտ են դատել ձեր հորը։ Ասիկը ես նրանց իմ ընկերների առաջել եմ պատասխան տու։ Եթե այս մարդիկ սովոր չեն այդ պատասխանության զգացում բավարար չունեն, ես տենց չի, որ նույն ձևի կարամ թեթև տանեմ, այսպես ասած, էլի, բայց ինչն է այդ արքիր, ինձ հաջորդ օրը զանգում է Հայրապետյան Ռուբոն, այդ ամենահետաքրքիրն է, հա, զանգում է ամոթանք է տալի բան, ես գտնում եմ ճիշտ պահվածքը, որը կլեր, որ ինքը ինձ պետք է զանգեր, ասեր Շանտ, ասեր, այդ լակոտը նրան ինչ պետք է պատժել եմ, վաղենա կհելնի քեզանից ներողություն խնդրի, իր պետք է կհելնի կասի, որ ինքը պրովոկացիա է արել, ուստի ներողություն է խնդրում եւ Շանթ Հարությունյանից եւ Շանթի ընկերներից դատված ու այդ պատժել եմ իրան բան, տելեզովասի, պատժել եմ հիմա, քեզնից եմ ես հաշիվ պահանջում, իմ ընկերոջ համար, դու ես ասել, հասկանում ես, եթե ինքը տենց ասեր, միտը ես իսկապես այդ ամոթանքը կարող է իսկապես ասի վատս գաս, եթե ընկերն է, հիմա ես էլ իր ընկերը չեմ, բայց եթե ինքը ճիշտը պահող է, այնի ասկսե, նրա պատիժը տվել է, չնայած, ես հետո իրան ասեցի, ասի, նա քո անունով զանգել է ինձ, ասեց, ես չեմ ասեք, ես քո համարը չեմ տվել, ասեց, որտեվ ես ոնց առանց քո ճշտելու այդ հեռախոսը կտամ, ասեցի, հա, ասեցի,
բայց դու իրավունք չունես իմ համարը տաս։ Ասես հա, դրա մասին չեմ ասում, ես այնքան կուլտուրա ունեմ, որ առանց ճշտելու չեմ տա։ Ասի բան չունեմ ասելու, հիմա իքը ուրեմն խափելա փաստորեն, քեզ տեղակ եմ պահում, որ ինքը քո անունով ասե։ Դե վեկալ պատժի։ Ես ասում եմ հիմա անունով ասում եմ 1000 մարդ 1000 բան արել, միտը մեկը գնացի ասում եմ ռեստորանում հացակերը, ասել է նեմեցի քրոջ տղենա փողը չի տվել։ Ես ինչ անեմ, Ռաստովում չգիտեմ ով ես ինչ արել, ծեծելուց են եղել, ասել ես նեմեցի ինգերն եմ բան, ասեմ ախպեր, բա ես ինձի հետարքիր չի է, այն մարդը քո անունը չտար, ես նրա մոտ չէի էթալու։ Հիմա ես քեզ ասում եմ, որ բանը, նա դու ճշտվում է, որ նա խապել է, ու դու նրան չես ուզում պատժես, ասում ես ինձ ինչ, դու ինձի ասում ես, նրան չես ասում, բայց հետարքիր են է, որ այդ գիշերը ասում եմ, վաղը դու նեմեցին, այսինքն ես տենում եմ, որ ցերեմոնի կազմակերպված բան ա եղել։ Այն որ սկզբից մտածում էի Սերժ Սարգսյանը, հա չգիտեմ, ես ձեզ ասի, որ Սերժի մոտ մտնել ես պետքա մտնեի, իրանք Սերժի մոտից դուրս եկան, Նարեկն ու Վազգենը, էլի։ Այս հետո որ Նարեկը այդ օրը ասեց ես իր հետ եմ աշխատում, ասիկիկը պարբերաբար նրա հետ խորհրդակցում է ու լրիվ հնարավոր է, որ Սերժը երբևէ կուզենա իր այդ բանը մաքրելուց կապ չունի, դատարանով չկարացավ, գոնե բանով անի, էլի։ Հետո հա, սա ինչի համար եմ ասում, սկզբից որ մտածում էի միայն, որ Սերժին է դա պետք, որ անի, հետո Ռուբեն Հայրապետյանի այդ խոսակցությունների, այդ հեռախոսային խոսակցություններից, ես արդեն հակառակը մտածի, որ կամ ցերեմոնի իրանք իրեքով են դա ծրագրի արել, Նարեկի ձեռով, կամ Ռուբեն Հայրապետյանը ու Սերժ Սարգսյանը համատեղ են արել, կամ իրանցից մեկն ու մեկն է արել։ Այդ թող իրանք այդան ինձի դա էլ հետարքիր չի։ Իրար մեջ որոշեն ով արե, ով ինչի մարարե կամ ովում դեմ արե։ Դե համար եմ ասում, որ միջևեր ճիշտ պետք է մարդը կարնա պահի, թեկուզ որ ընդունենք ու ես նաև մի բան էլ ասեմ, երբ որ ես մտածում եի, որ ինքը պետք է նրան պատժի, ասի կելնես վաղը ներողություն խնդրես։ Դե օրինակ ես էս բան արեցի, հրապարակը զանգեց հարցերուց ուզում, ես ասի չեմ ուզում հիմա խոսամ, ասի սպասեմ, տեսնեմ էլի փորձեմ տենամ իմ այդ կասկածները, որը վստահ ավելի ամրապնդվում, որ Սարգսի ա եղել բան, հələ սպասեմ տենամ իրանք ոնց են պահում, եթե թուրիմացություն էլի, դա էլ կիմացվի, դա համար հրապարակին ասի չեմ ուզում հիմա խոսամ, բայց հետո միտքս փոխեցի, ասի գոնե մի երկու տոշկա ես ասեմ, որ ասենք դա վիրավորական է, որ ասում է ես էլ կդատեի, դու էլ լներ, դու էլ քեզ կդատեիր, երբ որ իմ երեխաները իմ հետ դատվեն ընկերները բան, թեթևի մեջ ասեցի, համ էլ հասկացրեցի, որ ես չունեմ խնդիր այս վեճը գալմաղալը կամ բանը շարունակելու էլի, չունեմ խնդիր։ Ու բանը, երբ որ խոսում ենք, Ռուբեն Հայրապետյանը զանգում է, խոսում ենք, մեկի այդ օրը դրա հաջորդ օրը տենամ ես չեմ տեսել, գիշերն եմ տեսել, ասեցին էսի հելելա մտելա էֆիրա մտել, լայվա մտել, ավելի բետար բաներ ասել։ Ես իմ գիժա բանը ասելա, ոնց որ Սերժը տեղել պրոբլեմ ունի։ Նա KGB-ի ցուցումը, որ իմ նմաններին ուզում են հասարակության մեջ հեղինակազրկեն, մարտի 1-ով տարան գժանոց չկարողացան, 13 թվին տարան գժանոց չկարողացան, այսինքն բժիշկները կոմիսիայով են ճշտել, որ ես գիժ չեմ։ Բայց այդ ձևի շարը, որ անում են, ասենք այդ Նարեկը ոնց որ հելե շարերը անում անընդհատ ասում էր, չէ՞։ Ասենք կռվի համար, թող ուրիշ բան ասեն, կամ հայհոյելու համար թող ուրիշ բան ասեն, խի ասում գիժա։ Հիմա Ռուբեն Հայրապետյանն էլ ասեն կռի մռի վարը, չէ, իրան ասում են, եսի մեսումը ծեծել ես բան, ասում են չասա, բա ու ջութակ չէի նվագելու, ծեծելու էի բան, այսինքն ինքը պետք է ասենք, որ ուրեմն ինքը գիժա։ Այդ ինքը դրա համար պետք է Նարեկին պատժեր։ Ու ես ձեզ ասեմ, այդ դրա համար մենակ պատիժը այն չի, որ պետք է ինքը հելի ներողություն խնդրի, ասի ես պրովոկացիա արեցի, պրովոկատոր եմ ու անվանական ներողություն խնդրի։ Նմաններին Տես մի հատ օրինակ վերեմ Գաղութից էլի։ Նաև խի Հայաստանը սուչի զոնա է դառել, որ ասում եմ, ինքը հետի ասես դրա մասին խոսան գտել էր խափել, թեման չշոշափեց, որը իմ համար ամենակարևորն է, ես ցանկացած հարցազրույց գնում եմ հենց գլխավորապես այդ մասին խոսալու համար, որտեղ առանց Հայաստանում բարոյական արժեքների վերականգնման ոչ միայն հայկական պետականությունը չի գոյատևի, այլ հայ հասարակությունը, հայ ժողովուրդը ինքը կմեռնի կպրծնի կեթա։ Դե համար միասնականություն չի կարող լինի, բայց մի հատ նախ բացատրեք էլ ինչ է դա նշանակում։ Սուչի զոնան,
կրիմինալ մարդկանց համար։ Հա, սուչի զոնան նշանակում է, որը դե մարդը կարա մարդու անպատասխանատու բան ասի, ինքը նրան խփի, հետո գնա ինքը նրան բռնել տա, ոչ իր նմանից մի բանը գողանա, վնասի, թաքուն ստորություններ անի, էլի, դա ոչ մի ամբողջական բան է, ասենք, օրինակ դրա համար որ ասեցի, բացացի, ասենք, եթե ես ենթարենք այս բաժակը գողցել են, վեկալեն ին վրա ուրիշ շարեր անեն, այսինքն տես, ես մի արարքը, ասենք, արել եմ, ուրիշ, հա, որի մեջ հանցավորություն չկա կամ թույլ հանցավորություն է, վեկալում են ուրիշ մեկին գրում են, որ նրան համբրկեն, ասենք Նիկոլի դեպքն եմ ասում, էլի, համեր սրա վիճակը ծանրացնեն, այդ բոլորը, ասենք, ստորություններ է, կամ վեկալեն տանեն գժանոց մարդուն վարկաբեկելու համար, բան, հասարակությունը այդ ձևի դրանց հաշտ է նայում, հաշտ է, ժամանակին, եթե ասենք իմ երեխուն, որ հատես երեխես հանցապարտ չի, այն հոդվածով, նա հրահանգա տալի, ասում են հենց քթեք հոդված դրեք, որ նրա երեխուն էլ դատենք, այդ սուչի վիճակը էդ է, որտեվ եթե բարոյական հասարակություն լինի, Սերժը լիներ ստոր, էլի ասեմ սուկա լիներ, էլի եթե հասարակությունը բարոյական է, ինքը կվախենար, իրա շահից, էլի չեմ ասում ֆիզիկականից կվախենար, կասեր ախպեր, սա ժողովուրդը կթքի մերեսին, ես ցանկալի է դրան պատժեմ, բայց կթքի մերեսին, կայնի թոմնա այդ երեխու հետ միտեղ մի բան կռիվ, մի ուրիշ բանով կռիվ սարքեն կդատենք, որը էլի փորձեր անում էին, էլի, կամ այդտեղ, ասենք երեխես գնում է դպրոց, զինղեկ, այնիշա, զին դասատույա, ինչա, Զինղեկ։ Հա, զինղեկը, և այդ դասարանում մտնում է, ասում է, հեսա շահենը ասում է, Եվրոպայի այդում, հեսա մազերը երկարացնելու է, եղունգները երկարացնելու է բան, հա, որը պրոբլեմ եղավ, եկա ասուրիս եղավ բան արեց, ասիկը բացի են քրեական մասով, բարոյապես էլ հելը դասարանում է ուզում ճշտի, ու նեմեց ռուբոն, ստե նեմեց ռուբո եմ ասում, եկել է այդ ձևի պրեզդենտին, փորձում է ինձանից պաշտպանի, ինքը ամենաշատը, կարա խնդրի ասի իմ խաթր, մի ասա, իսկ ինքը, մի 1000 անգամ ասել ախպեր, իմ ընկերն է, մի ասա։ Պարոն Հարությունյան, իսկ այդ լավ տպավորությունը ինչից էր ստեղծվել։ Լավ տպավորությունը։ Որ ասում եք, որ ինքը չպիտի այսպեսի բան աներ, էլ ինչը պիտի չպիտի։ Ես համարում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը որոշակի արժեքներ կրող մարդ է, որի համար ես իրան հարգել եմ։ Ինքը լավ ընկերություն անել գիտի, միջայլոց ստեղել, հիմա տես Սերժ Ենվախ պրեզիդենտը ինքը իր այդ ընկերություններ անում։ Հիմա պրեզիդենտ չելի է այդ ընկերությունը պահում, ու դա ոչ միայն ես, շատերն են գնահատում իր պահվածքը, դե խնդիր չկա, դրա համար իմ համար վիրավորական է, որ ասենք նյուժելի ինքը այդքան, տես ինքը ասենք այն ժամանակից պատմեցին ասին, որ երբ որ այդ գործը քննությունը եթում էր, ասին Ռուբոն ասել է, որ եթալու եմ նախագահային երկու շաբաթից հանդիպելու եմ, խնդրեմ, որ Շանթին դադում են, ինչ անում են, իրանց գործանը քաղաքական է, խնդրեմ, որ Շահենին երեխուն չնեղեն։ Ես երբևէ իրան չեմ հարցրել, խոսել է ինքը նախագահի Սերժի հետ, թե չէ, բայց եւ որ ասին ինքը այդ կռուգում տես բան ասե, ինքը էլի մաշկին բարձացավ։ Այդ Շահենին դատեցին։ Դեսի, ինքը էլի մաշկին բարձացավ, բայց մի ամիս այդ խոսակցությունը, որ ինձ հեռասուված է, մի ամիս հետո Շահենին ներգրավեցին, մեղադրանքի դատեցին։ Հասկացա, ես, ասենք ես չեմ ասի, որ ինքը գնաց հակառակը խոսած, այդտեղ խաբել էր, թարս արեց, այլ ես կմտածեմ, որ ինքը չերել կարա Սերժին ասեր, բայց ինքը իր մտածած, իր սրտի ցանկություններ ուզեց է, ու ես դա չէ, ես չէի կարա հենց ասեի, Ռուբոխի դու չասի, դու ես բան ես ասեք, մի կռուգում կամ բան, չէ, ես իմ մտքի մեջ այնքան ասելի լավ է, որ իշխանության մեջ մարդ կա, բայց ասենք լկտի չի դառի, որտեղ իր կառավարությունը նես չի, որ մի հատ խեղճ փողոցի խեղճ ու կրակ մարդու է տպել, ինչ դա կռիվներ արել է, ինչ-որ մի բանի, մինիստրի է խփեք, չգիտեմ ինչի, ասեք շարքային ժողովրդի դա բնած չի տվել, պրոստը իշխանություններին պետք էր նեմեցին բոբոյի կերպարով ցույց տային, որ ժողովրդին վախեցրած պահեին, ռեժիմի դեմ, հասկանում ես, այս առումով ես ուզեմ ասեմ Ռուբեն Հայրապետյանին, ես համարել եմ այն քիչ, եմ ասում Հայաստանում շատերը իշխանության համար, փողի համար բան, տրորում են ամեն բարոյական նորմ, տրորում են լիշմի իրանց լավ լինի, 1000 տարվա անգելոշն են դավաճանում, բարեկամին, չգիտեմ, ոչ եմ 1000 հայրենիք են սրանք մարդիկ ծախում, եկետ էյա հասե արդեն, այս ֆոնի մեջ ես իրան միշտ հարգել եմ իրա պահվածքով, դա համար եմ ասում, այ եթե ինքին զանգերասեր Շանթ, ես նրան արդեն պատժել եմ, վաղը կլսես նրա խոսքը, հիմա էլ քեզնից եմ աչոտ ուզում, կարող է, ես էլի ասեի, հելնեի հիմա ասեց խոսայի, ասեի ես Սերժին ինչի համար եմ սուկա ասը,
Բայց ասեի ես միտեղ ինձ ամոթանք տվեց, որ ես հաշվի չառա իր ընկերները, բան մի ձև ընդունեի Իրանից մի տեղ վատս գայի, էլի, Ռուբեն հայ ոչ թե Սերժից, բայց դա ընդունեի, բայց ինքը փաստորեն ճիշտը չի պահում, ասիկ ինքն էլ է այդում խառնվում այդ մարդկանց, բայց նրան ես ասում եմ, քո անունից էնի խոսացել ասում ես ինչ պետք է անեմ, հիմա գամ այդ ես ինչ պետք է անեմ, դա կարևոր բան է, էլի, եւ որ մարդիկ սկսում են բեզաչոտնիկ դառնալ կամ խուսափել այդ պատասխանատվություն չվեկալել, դա օբշի բերում է որ դուք ասում եք ինչ, ասում եմ խափել, ծախել, գցել, այս մեկին վնասել բան, չէ, ինչից է դա տարածվում, որտեվ դա եթե դառնում է անպատժելի։ Զոնենում էլ է այդպես, դրա համար երբ որ Պերևարուտ են անում, երբ որ բանը ճիշտ բարյադ է կալնում, այդ բոլոր մի հատ արարքը պատժվում է, որպեսզի դա վարակիչ չդառնա։ Դες մի հատ օրինակ բերեմ։ Օրինակ գաղութում, ասես թող ժողովուրդը ների, որ այս ձևի օրինակներ են բերում, որտեվ շատ վաղ, մանավանդ սովետի վաղ այդ բարոյական արժի համակարգը, քանի որ այնտեղ գաղութը փոքր տեղ է, խտացված մոմենտներ կա, ու դե առանց ճիշտ ու սխալի կլինի вообще գեհեն, բան, գեհեն ժողովուրդը դժոխք կլինի, էլի, անտանելի կլինի, ասես մարդ կա 15 տարի սռոք ունի, մարդ կա 7 տարի, էդի կլի դժոխքում դու ոնց որ 10-15 տարանոց սռոքով, ասեք, էդի ոնց որ էլի տանջամահություն, ոչ թե բան, ոչ թե սռոք, էլի։ Հիմա տես, այնտեղ ասենք ելնում էր, ենթարենք տանում էին զոննայողի մոտը, որ սխալ արե, ծեծում էին, չէ, կարող է դեպք գրի տավրետքեն գլխին ջարդեին։ Նայ, անձնական սխալը, այդքան պուբլիկացած չէր ելեմ, սխալի համար կարող տպեին, ինչ անեին, հանեին, ասեին գնա սխալիդ համար, բայց որ արարքը, սխալ արարքը, ոնց որ վերաբերում էր օբշի գաղութի կալանավորությանը, ասեք գաղութի կալանավորության շահերին բան, հատկապես դրանք էլի նկատի ունեմ, ասենք օբշի պալաժենուն։ Իրանք պարտադիր չի որ բռնեին քացուտակ գցեին, որ ձգտում էին նենց մի հատ թեգուզ, եթե պիտի մի հատ խփեն տակի աշկի տակը կապտի։ Ու դա ինչի համար էր արվում, դա իր մեջ ուներ դաստիարակիչ մոտեցում։ Այսինքն եթե ինքը ասենք նես բան արեք կալանավորությանը վնասա, չէ, ասենք կարային տաբրետքեն տային գլխին ջարդուխուր տանեին, ինք հետար պարկեր, մինչև վերքերը լավանար, նոր հելեր դուս, մարդկանց հետ չշփվեր, բայց նրանք այդ չէին հելելու, ասենք բան անեն, միկրոֆոնով տարած են, զոննայողը բանը ծեծեցինք, բան արինք, սրան չգիտեմ ինչ։ Դա համար ասում են մի հատ աշկը թող կապուտ լինի, որ ինքը գնա պրագուրկի, գնա չգիտեմ պրավերկի այդ բանը այնտեղ տանում են շարքերով բան, կալանավորները ասենք այդ վաղ կոշում 1400 մոտ ներքևի զոնում կար, կալանավոր մի 800 հոգի վերևի զոնում։ Այդ որ թվական։ 85-86 թվին որ եղել եմ։ Ասենք մոտ 2000 կալանավոր մեկ էլ իմանում, ասենք իրար հետ դետում ենք, ասում ես ախպեր, ասում ես սրա աշկը խիա կապուտ բան, ասեմ ոս բա չես իմացը, խոսքիս էս բան արը, տարել են զոննայի մոտ տպել են բան, բնականա ես դու այն մյուսին, տես բենեբերան տարածվում է, ու մենք մեր մեջ անալիզ ենք անում, որ մենք այտենց արարք չգործենք, եթե փաստորեն էդի չի կա, օրինակ մի հատ ես դեպք պատմեմ, ես հենց նոր եմ գնացել, ոնց որ առաջի օրնա, երկրորդ օրնա, այդտեղ բերում էին կինո էին ցույց տալի բան, այդ ժամանակ վրացահայի մի հատ գող կար, նա էր նայում, էլի, հետո հոնչը նայեց, մասիվի հոնչը, գաութը, այս բան հոնչը ասել էր տարեք ծանոթացրեք կինոն որ դե է, բաղնիկը որ դե է, չգիտեմ որ ինչը որ դե է, լարյոկը որ դե է, սանչաստը որ դե է, գողը սանչաստում էր մնում։ Ոչ մեկ ասին այսօր կինո կա, գնանք կինո։ Գնացին կինո, մեկ էլ ինչ որ հանցագործ սովետական ֆիլմ է, որը ընկել են մլիցեքով ուզում են հանցագործին բռնեն բանմա, ասում են հա կբռնի չի բռնի, ես էլ փոքր ես չգիտեմ այդ բանը, որտեղ իմ շատ մտածելակերպը այդտեղ բանդից չի եկել, իմ ընտանիքից է եկել, էլի, նույնիսկ չի որ ես բանդ եմ նստել դարել եմ կրիմինալ, չէ։ Ես տես, ասենք խնդալով էլ ասում էի, իմ շրջապատներ խնդում, ասում էի սովետի դենքան չեմ սիրում, որ ուզում էի նուպագազին բռնի, գայլը բռնի, նապաստակին ուտի, այդքան սովետի չեմ սիր, հա։ Հիմա այս քրեականները չգիտեն, Գևորգ ջան, ես ով եմ։ Ոչ կինո ենք նայում, ասենք ասում են ախպեր, հեսա բռնելու է, այս մլիցեն կարող է բռնի, ես էլ ասեմ տո չէ, մլիցենով է, ոչ ինչ ասում են, հա, այս հանցագործներին են բալետ անում, մի քանի հոգով էին, էլի ասեթանք նայենք, հետո որ դուս եկան, մի հոգի ինձի, որ առանց լացի մնացինք, ասես, բայց բալետես քեզ շանտ ասիխի, ասում է դե մինչև վերջ ասիր, որ Երանի չբռնի այդ հանցագործին,
ասել, բայց ի, ասում ստեղ որ տազա մարդ է գալի, ցելևոյ հրավիրում են հարգանքով իբր տանեն կինո ցույց տան, հետո ասում են, այ կբռնի բանման, ասում են, որ ասում հա բան ուրա, հեսա կբռնի տանի պատժի բան, մեկի ասում է, հանը մտնել հես կինոյի դեմը, զալի դեմը ծեծում են, որ դու մլիցեքին ես բալետարը։ Զարմացա որ տես բան կա, բայց ասի ախմեր, ես ճիշտ ասած, ըսկի ուզում եմ մագազին բռնի նապաստակին ուտի սովետական այդ մուլտը լավն է, էլի այդ մուլտը, ես դա մի քիչ սիմվոլիկ եմ ասում, հիմա սա ինչի համար ասեցի, այդ որ հա, այդ որ ասում պետք է ոչ թե մենակ Ռուբոն նրան ասել, այլ նենց մի հատ նրան ասել աշկիդ կքսես մի բան, որտեղ էական չէր այդ խփել, որ ժողովուրդը տենա այդ պրովոկացիան, որ ինքը արել է ներողություն ա խնդրել, պատիժ կա։ Այստեղ էականը ծեծել, չծեծել են, չուտև եթե պետք է լի, ընկերները կեթան Իրանից հարցում կանեն, որ դու ոնց ես ասել, որ շան դու ասա, որ քեզի ու քո ընկերներին ճիշտ են դա իմ հարցը չի, իմ հարցը իր լիդերի հետ էր, Սերժի հետ, որտեղ ես կուսակցության ղեկավարն եմ, այդ խմբի ղեկավարն եմ եղել, Սերժն էլ էս նրանց ղեկավարն է եղել, ոչ միայն հանրապետական, այլև էս Նարեկ Սամսոնյանի էր, որը ինքը ինձ ասեց, ես իր անունից, ոնց որ իր անունից ինքի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, որտեղ ինքը ասում է ես Սերժի հետ եմ աշխատում, դա նշանակում է, որ Սերժի իր հանձնարարություն, ինքը Սերժի հանձնարարություններն է կատարում, ոչ թե Սերժն է իր հանձնարարությունները կատարում, ու ինքը ասում արի պայմանավորվենք, էլի։ Հիմա եթե դա լիներ, չէ, տենց բան, ասենք հասարակությունը տենար, որ էդի հաջորդ օրը պատժված ներողություն է խնդրում, մեր ժողովուրդը էլի կողոքեվորվեր, որտեղ սովետի ժամանակ այդ բանը կար այդ հասարակական պարսավանքի ինստիտուտը, դա համար մարդիկ կարում էին իրար դիտողություն անել, խոսքի ասում են մի քրֆի աղջիկ անցնեմ կամ մեծ մարդը հետը ես վիճում բանման, իսկ հիմա ասեք տենց ասես կասեն դու ով ես, հələ մի հատ էլ այդ մարդու հետ վրա կտան բան, դա համար մարդիկ արդեն պարփակվել են իրանց մեջ, տներից չեն ուզում դուրս գան, թողում լքում հայրենիք հետում են, այդքան ֆինանսը չի պատճառը, ինչքան անարդարության տոտալ զգացումը, ինչքան բեսպրեդելի զգացումը, հենց անարդարությունը, եթե արդարությունը չի իշխում, այլ հակառակը իշխում է անարդարության զգացումը, բեսպրեդելը բանը, հենց էդի կոչմա սուչի զոնա։ Հայաստանը ինքը ամբողջության մեջ սուչի զոնա է, դրա համար, եւ որ ասում են այս ծանր պահին հաջորդը պետքա միասնական լինի բան, այսօր իբր ապրում է Հայաստանում 3 միլիոն մարդ, մի հատ համազգային խնդրի համար ասես, մի հատ եկեք հավաքվենք, կարող է 100,000, 50,000 մարդ դուրս չգա, որտեւ ինքը եթե չի էլ գիտակցում կամ անալիզ որ անի կգիտակցի, կարող է ինքը իր հոգսերով չի, ինքը չի եթում հոգեպես ինքը խորթ է, օտարացել է այս մեր հայրենիքի հետ, որովհետեւ անմասնն է մնում, հա? Հայրենում շատ գեղեցիկ բառ, անմասն է մնում։ Անմասն, այո, անմասն է մնում, որ ինչի համար է անմասն, որտեւ իր արժեքներին էլ էսրա չկա ստե արժեք, իր ընկալումներին խորթ է, նույնիսկ մարդիկ, որոնք կարող է արժեքներից երբեմն շատ բաներ խախտում են, բայց եթե մարդ են, ուրեմն ինչ որ արժեք ունեն։ Դες ասենք Ռուբոն կարող է իմ հանդեպ խախտում է այդ արժեքը ճիշտը չի պահում, բայց գոնե Սերժի հանդեպ փորձում է պահի։ Ամեն մեկը մի բան կարա, տրորի կարա բան, բայց ելի մեջը կա ու ոչ մեկ էլ ոչ մեկին չի վստահում։ Ասենք բոլորն են գիտեն, որ այն մյուսը սրիկ է, իրան կթողիկ փախնի, իրան վնաս կտա, իրան բռնել կտա բան, էլի։ Որ ասիկ ինչ ասուչի զոնան Հայաստանում էդի է, որը Նարեկը դրանց կարկառուն ներկայացուցիչն է, բայց եթե նա ասում են պատժված լիներ, ժողովրդի մոտ հույս հավատ կառաջանար, կուրախանային, կասեին լավ, արդեն սկսել են սխալ անպատասխանատու մարդկանց պատժել ու ընդհանրապես սուչի զոնայի դեմը առնելու քայլերը էդ է, դանդաղ բարոյական քայլերի դոմինանտ դարձնելը։ Նաև ներկայացնել է հասարակությանը։ Պարոն Արարցյան, բայց դուք քաղաքական գործիչ եք ու հիմա փաստացի կոչ եք անում ոչ օրինական բաներ էլի։ Չէ, դրա համար ասի կարար ինքը, չէ, կարար ինքը ծենով մենով ներկեր, բայց ես չայմ ասում ծեծեն էլի։ Բայց ես քեզ ասեմ, կարող է գա մի վիճակ, ստեղ բեսպրեդել դառնա, ով ու մտնա վնաս տա։ Չէ, դրա մասին չեմ ասում։ Եթե այսպես շարունակվի։ Հա, բա ոնց։ Ես ասում եմ ինքը կարար դաժե ծենով ներկեր, այտենց խոսար, հասարակությանը, այդ որ ինքը ասում այս ձերս կապած է, ես շանտին չեմ, ճիշտ է ասում, որ իրանք չեն ծեծել, բայց դրանք ուզում էին, լեկտիորեն խոսում էին, որ ես կոպտեի վիրավորեի, իրանք մի 5 հոգով բնական է, ոչ Սրավսի Դավիթն եմ, ոչ Տորքան Գեղն եմ, 60 տարեկան մարդ եմ 5 հոգով հասնեին ծեծեին, դա համար ես
ինքս ուստուպչիվի խոսացի, հետո ասում են հետ գնաստեց, ասենք ինչ ասեի չեմ էթում, դարավ իրանք ինձ վրընդեցին, բայց ես գիտեի, ես եմ չեմ էթում, ասի ախպեր, մլիցուն կռիվա անեն, մլիցուն կանչեն, ասեն եկե մտելա մեր տուն չի էթ, համ հայհոյումը վիրավորումը համը չի էթում, մենք էլ ինչ անենք, ուժով ուզում ենք դուս անենք, ոչ ենք տպե, ու հետը նկարեին գցեին ինտերնետ։ Պարոն Հարությունյան, այդ հարցազրույցի մասին եկեք ասենց վերջին հարցը։ Հետո կներես մի բան էլ ասել, չէ՞ որ ասես դու ինչի բան այդ ինքը ասես Սերժ։ Օրինակ ես հիշում եմ նույն Ռուբեն Հայրապետյանին տարել էին շեստոյ։ Ինքը դուս եկավ հենց այդ ասուլիս տվեց ու ինքը ասեց որ իր ոտերը մաքրելու են Նիկոլի վրա կոշիկներով։ Դե դու ասես շեստոյ մլիցեքի վրա է մաքրել, մլիցեկն էին իրան տարել։ Որտե մարդը եթե իրան հարգել գիտի, ինքը չի իշնի ասենք ավելի ցածր, եթե ինքն է գիտի մանավանդ որ դեից է գալի այդ զակազը, ինքը կատարողը իր համար փոքր մարդ է, նա զակազ չիկին է կպնում, ես էլ եմ կպնում այդ ձևախտ զակազ չիկին, որ հան դա ավելի ճիշտ է, համ էլ ես ասենք ամեն մի լակոտ լուկոտ թուլայի ինչը պատասխանեմ, հենց նրան պետք է պատասխանել, ինչը որ նույն Ռուբեն Հայրապետյանն էլ վախտին տենց արել, էլի։ Պարոն Հարությունյան, այդ հարցազրույցում ինձ համար շատ տարօրինակեր են, որ ձեզ փորձում էին համոզել, որ դուք ընդունեք, որ Ռուսաստանը այլընտրանք չունի, որովհետև ասենք ձեզ քիչ թե շատ ծանոթ մեկը գիտի էլ, որ դուք ամբողջ կյանքում անկախության ջատագով եք եղել, անկախական եք, չգիտեմ, նացիոնալիստ եք եւ այլն։ Ընդհանրապես ինչու եք այսպես ռուսամետ բաներ լրատվամիջոցների հյուր գնում էլ եմ։ Նախ այս պահարից օգտվում ասեմ իմ համար անհասկանալի ձևակերպում էր Ռուսաստանը այլընտրանք ունի թե չունի։ Ասենք այտենց ձևակերպում պետության մասին չկա, դրա համար ես ուրիշ փորձում եի ոնց բացատրել, իրանք տենց չհասկացան։ Այսինքն այլընտրանք, եթե ռուսը մեր թշնամին է, Թուրքիան էլի մեր թշնամին է, բայց Թուրքիան ավելի վատ թշնամի է ըստ մեր ժողովրդի, նշանակում է մենք ավելի լավ թշնամի Ռուսի հետ ելնենք, ու ինչ-ինչ պատճառներով, քանի որ ասենք ինքը նշում է ցորենը, մորենը չի, որքան որ այլընտրանք չունենք։ Էդի պետական մտածելակերպ չունեցող մարդու, քաղաքացու կամ հասարակության բան է, մտածելակերպ է։ Այսինքն չի լինում, որ ասենք Բուլղարիան ստեղծում էր պետություն, ու ինքը մտածեր սա այլընտրանքի ինքը տենաս ում հետալելով որ այլընտրանք չունի։ Բուլղարացիք անկախացան Ռուսաստանի, ցարական Ռուսաստանի օգնությամբ, առաջի համաշխարհայինում էլ էին կռվում ռուսների դեմ։ Երկրորդ համաշխարհայինում էլ էին կռվում ռուսների դեմ։ Դե այլընտրանքի հարցը իրանք այտենց հարց չկա է որ ասես այս պետությունը մեզի այլընտրանք կամ գերմանացու մար այլընտրանքա թե չէ դու հել որ որոշում ես ունեն մեզ պետություն ինքդ վեկալում քո պետության անվտանգության դոկտրինը գրում ես քեզ ինչ ա պետք որ քո ժողովրդի կենսա գործունեությունը պահպանվի ինքը ազգը հզորանա բարոյակամային որակներով ռազմապես էս կոմ անկախ դրանից այս կողքի երկրները ջնջում ես ով կարելի դու այդ սա գրում ես հետո նոր որոշում ես այդ խնդիրները լուծելու համար որ երկրի հետ ինչ պետք է անես իսկ ինչու են մարդիկ այդպես պնդում որ չէ Ռուսաստանը այլընտրանք դա ստրկամտության դրսևորում է իրանք չեն էլ հասկանում ենթագիտակցորեն ստրկամտության դրսևորում այսինքն դոկտրինն էլ գրվում է այն ելակետից չկա եկեք գրենք դա համար ես ոնց բացատրում եմ ես դգոլից օրինակ էի բերում բան կամ այդ Պարսկաստանից բանից ասենք դու չպետք է հելնես քու քայլերը նրանից հետո էլ հիմնավորելով որ այլընտրանք չկա դրա համար կամ կա դրա համար Անարցան իսկ իմ հարցի երկրորդ մասը հա ուրեմն ինձ էլի շատերը ասում են որ բանա այդում ես ռուսամետալիկ ես գնում ճիշտ ասած այդ պայմանական բաժանում անենք էլի ճիշտ ասած արևմտամետ ալիքներից ժողովուրդը կարա հիմա ինձ լսի օրինակ որոնցից ամները ալիք չտամ էլի լավ հմեկից սկսած արևմտամետը չէ այդ արևմտամետ գործիչներին որ կանչում են իբր արևմտամետ էլի ասեն ես պայն լրիվին չեմ կարա հիշեմ բան բայց այդ մարդիկ ընդունենք սես պայմանական եմ դրա համար ասում այդ ալիքները իսկ ազատությունը որ հենց ընդդեից է ֆինալը մի անգամ իզի չի կանչե հմեկի ու ազատությունով սահմանափակեմ դրանց միջակայքը այդ մարդիկ KGB-ն քանի որ գտնվում են KGB-ի կոնտրոլի տակ լրատվական դաշտը դուբո երկրում բնական է որպես անվտանգային խնդիր բնական է վերահսկվում է տես
Մտածել է Կագիբեն, ասել է արևմտամետ լեսարան կա, ու ես արևմտամետ չեմ, բայց կա ռուս նացիոնալիստական եմ, լեսարան կա, Շանթը եթե տեղ խոսա լեսարանի համագիրներ ձեռք բերի, վաղ ընտրություններին պրոբլեմ կունենանք, Շանթը կարող է անցնի պարլամենտ։ Դրա համար այդ զրկենք այդ լրատվական դաշտից։ Բայց եթե զրկեն, ասենք Շանթի կասեն Հայաստանում դեմոկրատիա չկա, ոնց առաջ չէին թողում Շանթը խոսալ, հիմա չեն թողում։ Բայց դրա փոխարեն ինձ կանչում են ռուսամետ պայմանականորեն ասած դաշտից, կներեք, ես օրինակ հիշում եմ, որ Քոչյանի ժամանակ ձեզ չէր կարելի ցույց տալ եթերով։ Ես կարծեմ մի բացառություն, երկու բացառություն Պետրոսի հաղորդմամբ եղել ու վերջ։ Հա, mən Պետրոսի հետ եղել, մեկ մի հատ նվեր Մնացականյանի Շանթի։ Հա, մի հատ Պետրոսի հետ նվեր։ Ես որտեվ ինքս նյութեզում անեի, քիչ էր մնում ես գործից հանեին։ Հա, հիմա նույն վիճակն է, բայց խաղի կանոնը մի քիչ ուրիշ ձև է։ Դրա համար այն լեսարանում չեն թողում, որտեղ ես կարող համագիրներ ձեռք բերեմ, որտեղ լեսարանը պատրաստ է իմ խոսքը ոչ միայն լսի, այլև համաձայնվի։ Ինձ ուղարկում են այն լրատվամիջոցների, որ իրանք ռուսամետ են, լսարանը հաշվարկել են, որ մեկը սրանք ոնց էլի Շանթի ասածը չեն ընդունի, հələ կքննադատեն, կվարկաբեկեն բանման, բայց կդառնա, որ Շանթը դե ձեռք բերում կողմնակիցներ չի ունենա, բայց կդառնա, որ մեր մոտ դեմոկրատիա է, էլի։ Ես այսինքն ուզում եմ ասեմ ձեզ ու հանրությանը, ես այլընտրանք էլ չունեմ մեծ հաշվով։ Լրատվական դաշտի։ Բայց դուք այդպես են արևմտյան գործիչներից, արևմտամետ գործիչներից այլ խոսույթ ունեք, էլի, այլ բանի մասն եք խոսում, ունեք չեք ասում, Ֆրանսիան կգա մեզ կփրկի, չգիտեմ, բայց աշխարհում ոչ ոք չկա որ գա մեզ դիվիզիաներ կգան, չգիտեմ, սուզանավեր կգան, ես իմ չեր կգան։ Հա, ասեմ, այդպես չէ, էլի։ Ես պարբերաբար կրկնում եմ գեներալ դե Գոլի խոսքը, որն ասում է պետությունը, որն իրապես արժանի է այդ անվանը, բարեկամներ չունի։ Եթե ես տենց եմ մտածում, ես ոնց էլ եմ ժողովրդին խապեմ, ասեմ Ֆրանսիան գա այդ բաները սեզարներով կփրկի, չգիտեմ։ Չեմ կարող խապեմ, ես պետք է իրականություն ասեմ, բայց դրա փոխարեն եւ ես նաեւ չեմ կարող խապեմ, ասեմ Ռուսաստանը այլընտրանք չունի, բան չունի, Ռուսաստանը կամ մեզի փրկել է մեր դաշնակիցն այս, ասում եմ եկեք ճշմարտությունը ասենք, որ Լենինը Քեմալի հետ հողերը կիսել է, ու այդ պայմանագիրը գործում էր առ այսօր, ուստի 20 թվականին արդյունքը պետք է տենց էր ու հիմա էլ սենց պետք է լինի։ Իրար հետ որոշել են, որ հայերի ցեղասպանության հարցը չլինի, վախտին ասում էին հայոց մեծ եղեն, հիմա Էրդողանը ասում է այդ ախպեր կամ պայմանագիրի ուժի մեջ է, կամ էլ չէ։ Ռուսները ունի Թուրքի կարիքը, հերթով այդ նույն կետերը վերականգնում է ոնց որ եղել է 1920-21 թվերին, էլի 60-ականների մի քիչ այլ ՆԱՏՕ էր մտել նա 52 թվին, այլ իրավիճակ էր։ Ուզեմ ասեմ, ես ռուսներին քննադատում եմ, բայց ոչ թե որ իբր արևմուտքը ավելի լավն է, այլ ես ասում եմ ախպեր մենք պետք է մեր շահով հելնենք եւ ճշմարտությունը նախասենք։ Ռուսը որտեղ կարա լավ լինի, որտեղ վատ, արևմուտքը որտեղ լավ, որտեղ վատ։ Էդ է ուզում ասել այդ ուրիշ Պարոն Հարությունյան, անցած շաբաթ հայտարարություն եղավ, որ Տաթևի համայնքապետին հեռացրել է Շանթ Դաշինք կուսակցությունից, ինչու եւ ինչպես դա եղավ։ Ասեմ, ինչա լինելու։ Հա, ասեմ, այնտեղ մեզ մտերիմ մարդ կար, համայնքապետին այդ մեր մտերիմ մարդը ցանոթացրեց, հենց սկզբից մի քիչ կասկածելի ինքը բաներ, բայց ես հաշվի առա Շահենը կուսակցությունը հաշվի առան, որ 20 տարուց ավել ծառայել է հայկական բանակում, փոխգնդապետը։ Ասենք Զասլուգա ունի հայրենիքի առաջ բան, ուղամիտ բան տղայա, ասենք կավա շատ բան չհասկանա, ինչի են վաղտ այդ հարցը եղավ։ Որտեղ իրան հարց էին տվել, ասել են եթե ընտրվեք ընդդիմադիր ուժույք էլի ներկայացնում, ընտրվեք ոնց ալնելու իշխանության հետ։ Էսի ասել էր, ես զինվորական եմ, սովոր եմ հրաման կատարելու, բան 20 տարի կատարել եմ, պատրաստ եմ մարզպետի հրամանը, վարչապետի հրամանը կատարեմ, բան։ Գնացի ասի, լսի ասի, ինգեր, քեզ պիտի հիմա, հենց հիմա հեռացնենք։ Ինքը սկզբից ՉԴԲ ես զինվորական եմ, բան, ոնց որ բան, սալդաֆոն, սովոր է էլի հրամանի։ Ասեմ ախպեր, բանակը ուրիշ բան ա, դե հրամանով է, դու ստե կարաս կատարես, կարաս չկատարես, դու ոնց ես հայտարարում, ոչ իմ իրար տնտարում հայտարարի կտանք, ասինք ավելի լավ է այդ վտանգավոր տարածքա Սյունիքը, համայնքապետը որ լինի զինվորական, գոնե պաշտպանական հարցերում ինքը պատկերացում ունի դրա դերն ու կարևորությունը, որ ընդ վաղը զինվորականություն լինի, ինքը ավելի ուշադիր հոգատար կլի, քան թե մի հատ պատահական մեկը, որը հեռու այդ պաշտպանական բաներից, Սամվել Լալայանը, էլի։
Բայց դες ինչ տեղի ունի։ Ու ես էլ ասել եմ, բարոյական արժեքներն է կարևոր, այնն էլ ասել, կուսակցության ծրագրում էլ գրած է։ Նեք Ղափանի համայնքապետը բացառիկ այդ առումով բացառիկ է, ճիշտը սխալը բարոյական արժեքները միանշանակ պահող է, էլի, օրինակ պատկերացրա ես նրան երկրի ղեկավար, ասենք ես կգերադասեմ այդ որպես ինքը պրակտիկա, ինձանից լավ պրակտիկա։ Ասեմ, ես էլ նեի խոսքի պրեզիդենտ։ Բայց դուք պրակտիկ եք, հա։ Ես էլ պրակտիկ եմ, ես պրակտիկ եմ, ես չի որ պրակտիկ չեմ, բայց ինքը շատ ավելի արդյունավետ է իր պրակտիկը։ Ես չի որ պրակտիկ չեմ, բայց ինքը շատ արդյունավետ է, էլի աշխատելու, բայց բարոյական բանը շատ բարձր է։ Հիմա ինչ եմ ասում։ Այս մարդը, այդ Դալյան Սամվելը, ինչ որ հարցազրույց տված եղել, որ բանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը Աննա Հակոբյանին հրավիրել է իրանց մոտ կրթել է նորաձևը, ինչպես ծրագիր կա, ինքն է հրավիրը։ Բայց դա իրան որպես համայնքապետի ղեկավարի ֆունկցիաների մեջ չի մտնում։ Այսինքն մենք, որ ինքը մասնակցում ենք այդտեղ Ղափանում, մենք հասկանում ենք, որ հաղթելու դեպքում ուզեն չուզեն ֆունկցիոնալ առումով իրանք պետք է կառավարության հետ աշխատեն, կարգն է տենց։ Ու դա նորմալ ենք նայում, ասում ենք իրանք գիտեն, հիմա իրանք աշխատում են, դրանից դուրս անհատական անձնական նախաձեռնություն, ընկերական նախաձեռնությունները անընդունելի են, որտեղ մենք համարում ենք իշխանությունը դավաճանական։ Նիկոլ Փաշինյանը դավաճանական բան է։ Իսկ իրանք ասենք չեն համարում են բան, չգիտեմ, իրանց գործն է, բայց կներեք, բայց ես համարում եմ ճշմարիտ արժեքներին դեմետալ, եթե դուք ու պաշտոնական պարտականություններից ավելի դու նրանց հետ հարաբերվում ես, նպաստում ես իրանց նախաձեռնություններին բան, այս առումով Հայաստանում տեսման չէր եղել, այդ կողմից էլ մարադեց Շահերն ու կուսակցությունը, որ ցույց տվեցին սկզբունքայնություն, որ համայնքապետը վաղը ձեներապետ մեզի բանման, բայց դա մենք ավելի նախընտրում ենք մեր արժեքների սկզբունքայնությունը, քան թե վաղը սպասելիք ձեները ընտրությունների ժամանակ։ Հիմա կկորցնենք ձեն չեն կորցնի, մեզի դա հետաքրքիր չի, բայց ես եկեք մի հատ ավելի լավ տեղի մասին պատմեմ էլի Սյունիքի ու այս Տաթևի թեման փակենք։ Ուրեմն 2000 թիվն է, մայիս ամիսն է, բանը եղել է հոկտեմբերի 28-ը, Արամ Սարգսյանը եւ Աղարշակ Հարությունյանը արդեն Աստավկայի մեջ են այդ օրերին։ Ընդդիմությունը այդտեղ միտինգներ է կազմակերպում, բանը ոչ թե Պետրոս Մակյանն է, Միքայել Հայրապետյանն է, Դավիթ Շանազարյանն է, Ալիկ Արզումանյանն է, ընդ Հովանես Թոքնաջյան կար մտավորական Հայաստանից, Վագն Խաչատրյան, Վիգեն Խաչատրյան, բան ոչ մի 10 քանի հոգի։ Ընդ ասեցին, եկեք կուսակցություններով համատեղ հայտարարություն անենք, ես պայման դրեցի, ասի չէ, ես կուսակցություններով ոչ մեկ այդ դաշինքի չեմ գնացել երբևէ, չեմ էլ եթալու, բայց անհատապես որպես անհատ գործիչ պատրաստ եմ Սավիթ հետ համագործակցեմ, տենց էլ ստորագրվավետի։ Հիմա ասում են մեղրին պետք է փոխանակվի բանի հետ, դա այդ վախտերն էր, այդ կոնֆլիկտը, որ Արամենք Աստավկա գնացին թե Քոչարյանը հանեց։ Հիմա ասում են այդանք մեղրի, որտեղ խոսակցություն է այդում, որ մեղրիում ինչ որ տները տորի թանգանում են, տորից պետք է գան փող բաժնեն, ժողովուրդը դες բաներ է խոսում, որ մեղրից դուրս գան, բան։ Ասում են այդանք մեղրեցի ժողովրդի հետ հանդիպում անենք, դուք տանք իրանց, որ դուրս չգաք, մենք ձեր հետ ենք կպայքարենք, բան։ Նաև ասին, որ էթալու ենք Ղափան եւ Մեղրի հանդիպումների։ Ես ասի ինչի Ղափան, եթե Գորիս Սիսյանը չէ, ասեց, որ դա հարցը վերաբերում է Մեղրին եւ մի քիչ Ղափանի ինչ որ ներքևի մասի հատվածին, ուստի շագրգռվածությունը Մեղրին է հատկապես եւ մի քիչ Ղափանը։ Հելան գնացինք Ղափանում էլ նորմալ հանդիպում անցկացրեցինք։ Գնացինք Մեղրի, հա, մինչև գնալ ասին, որ Մաթեոսյան Դավիթը Մեղրեցի, Մաթեոսյան, որը զոհվեց էս պատերազմում 44 օրյա, ինքը շատ պարկեշտ մարդ է, էլի, բան ողորմածիկը, երևի կարող է ճանաչեք, թե չէ Դավիթ։ Հեռակա։ Հա, ոչ շատ պարյադշնի մարդ է, այդ ժամանակ աշխատում էր հայ անդար տնտեսության պետ։ Բայց բաներ, ընկերական հարաբերությունները պահպանել էր ընդդիմության հետ։ Հիմա ասին Դավիթին հանդիպել ենք, ասել ենք, որ դե սաղ էլ անհանգիստ էին սա Հայաստանում, չէ՞, Մեղրին փոխանակում են որն է։ Դավիթն էլ մեղրեցի է։ Ոչ եմ հետում են իրան տենում հանդիպում են, ասում են սենց բան կա, ասում ենք ձեր մոտ միտինգ բան կազմակերպենք, մեզի կօգնես։ Դավիթը ասում է, հա, ասում է, դե ես բան են ասում, չի կարող մերժի։ Ու ասում է, դե ես գործի մոմենտն է, բայց ոչ եմ բարոյական մարդ էր, ասում է կօգնեմ։ Ինչ հետարքիր բան անում։
ասում են դե մեզից մի երկու շուտ գնա, դու կազմակերպի, որ գալու ենք։ Դավիթը հելնում էթում կազմակերպում է, բայց մենք հետո իմացանք, որ գնալուց առաջ աշխատանքային հրաժարական դիմում է գրում։ Բարոյականությունը երկու կոմանի է պահում, էլի, համ ընդդիմության հետ գնում աղոքնելու, համ էլ իշխանություններին, որ իրանք չասեն դու մեր հետ աշխատում ես, ելես մեր դեմ, աշխատանքից հրաժարվում է։ Սա բարոյականության մասին է խոսում մարդու, էլի արժի համակարգի մասին է խոսում։ Ու գնում է մեղրի, կազմակերպում է։ Հիմա մենք գնացել ենք, ես որ նշեցի անունը, հիմա տակից խոսում են մենակ։ Նիկոլետ աշխատում են թաքում։ Իսկ Դավիթը գրեց, դա մեծ բարոյական ցուցիչ է, էլի, բայց էլ մի հատ էլ ուրիշ ավելի մեղրեցու մասին եմ ասում։ Ոչ գնում ենք արդեն Ղափան հանդիպման, մենք գնում ենք մեղրի, ընդ մեծ դալիճ կար իրանց։ Տոլի մշակույթի պալատը, տոլի ինչեր հիմա լավ չէ հիշում։ Ոչ գնում ենք այդտեղ հելնում ենք ամբիոն ենք նստում, մի 5-6 հոգի նստում ենք։ Դավիթը ուրեմն գալիս է այս մեր շարքի, այս ծերն է նստում, որտեղ ինքը շուշուտ իշնում է, հելում է դալիճ, մարդա դիմավորում կամ այս կոմենկոմ, էլի գալիս է ստե նստում, որ իրանց չխանգարի, էլի ստե նստածներին, ստե ասենք Վիգեն Խաչատրյան, Վագ Խաչատրյան, Պետրոսը Մակեյան, Հովիկը բան է, Թոքմաջյան, բան, ես էլ էի նստում։ Հիմա Դավիթը մի քանի ինչ որ րոպե անց եկավ, ասենց ականջիս ասեց, չանտ ասեց, ստե հեսա կռիվ մռիվ կարող ալնի, բան չանես, էլի, ոչմ բդի զգուշելնենք, պրովոկացիա բան, ասի ոնց ինգետ Մաթեոսյան խիպ դիլին, որ ասեց ոչմ գիտեմ էլի, ասեց իշխանությունները ստե մեկը կա դրա հետ կապված բան են, ասել են հրահրեք կոնֆլիկտը բան, որ տապալ են միտինգը բան, հետո ասեց բանը, ձեր ասեց Ղափանից էլ կան մարդիկ դրանց հետ, ասի ոնց Ղափան, ես ճանաչում եմ, ասեց հա ճանաչում ես, ես թողի դուս եկա, թողեցի դուս եկա, այս դիմացը կաֆե էր էլի ոնց որ ու այդ Ղափանցի տղեկին տեսա աները չեմ ասի, ոչ եմ բա ինչ ես անում, ստե դուք ինչ եք անում, ստե բան արի մի հատ կոֆե խմենք, նստան կոֆե ենք խմում, ասի ես եկել եմ ինչ-որ մեղրին ուզում են թուրքերի հետ փոխանակեն բան, ոչ եմ այդ գործով եմ եկել, բա չի ախպեր ես ինչ ես ասեմ, ոնց կարող է մեղրին փոխանտես բան չկա, դա սուտ է բան, ասեմ բա դուք եք եկել, ասում են դե ապրանքի հետևից ենք եկել, հիմա իրանց ես ոչ չգիտեմ, հիմա իրանց ապրանքի հետևից են եկել Բան, հիմա ասում են դե արի մեր հետ այդան Ղափան, ասում եմ չի ախպեր, մարդկանց հետ եկել եմ, ոչ եմ թողի։ Այն մեկը չի ախպեր, ֆրանսիացին ասում եմ աշնանքի մեջ տեղ կա, չէ, ասում են հա։ Ձեզ ձեռը գցել է այտենց մեջքիս ասում չէ, մեր պդի գանք։ Դա ասին կոֆեն խմենք այդան։ Այդ մոմենտ, հա, մեկ էլ իրանք ասին, մեկը ասին, մենք որ հիմա էլ այդանք, դու էլ մեր հետ կգաս։ Ստեղ մեկը բան են, նրանք դուժերը բան են։ Նրանց հասկացին ինձ, էլի։ Մոտարապես են ինչ որ Դավիթը Մաթեոսյան ասել էր։ Այսպես դեմ դիմաց, ես եմ 4-5 հոգի ենք սենց խոսում, նայում եմ ենք ումը, մի հատ տղու դեմք է ծանոթ թվում ինձ, սենց ասեմ ախպեր, են տղու անունը Շավոյ է, ես նայում եմ, ասում է հա, որ ասում է հա, ու ինձ ասում է ճանաչում ես, բայց ես հելում եմ ոտի, ու քայլեր եմ անում դանդաղ, ոտև ասում տենաս իսկ կհիշի, չի հիշի, բայց ինքն էլ մոտիկացավ, ուրեմն ասեմ այդ տղեն ով է, այդ տղու հետ ես բան Որոնեժի բանտում եմ ծանոթացել, Շավո էր անունը, 14 թե 15 տարի հոտ բան սռոք ուներ, սռոք ոնց հայերեն պատժաչափ ասեմ ինչ բան, ոչ հա, սպանության գործով էր։ Որոնեժից մինչև Կոշի գաղութ, մի ամսից ավել իրար հետ Ռաստովի բանտ ենք եղել ենք Թիլվիզի բանտ, մնացել ենք, Երևանի բանտ, հետո Կոշի գաղութ եմ գնացել։ Ասենք ինքը այդ ընթացքում բնական է խոսում են գիշեր ցերեկ քուններս չի տանում, պատմում, չէ, ես ինչ հայրենասիրական մոմենտ կա, հերս հոպարս այդ վաղ բանտում էր, ես բանտում էի, հերս ազատվել էր բանտերից, խոսում ենք, պատմում ենք, ինչի մարը, ասում ենք անկախություն ենք ուզում կամ հողերն ենք ուզում, բան, ինքն էլ գիտեր, էր, իր գործովն է Սամվել էր անունը, սկզբից Սամվելին բերին կամեր, հետո Շավոյին բերին կամեր, Վորոնեժում, էտապ բանի, տրանզիտ կամերներ էր։ Ոչ հիմա Կոշի գաղութում արդեն քիչ էինք շփվում, որտեղ նենցա որ դուք ու հացընկերների հետ ես արոտցիրիկ ունել ինքը իրա, բայց կարող է այդաս պրագուլ կանելու բան տենաս ոնց ես ոնց չես տենց, ես 86-ին հելավիսիր կա, ինքը մնաց, էսի 2000 թիվն է անգեր, Գերու ջան, 2014 տարուց ավել անցել է, որ մոտենում եմ Շավոյի, փաթթվում ենք ոնց ես ոնց չես, խոսում ենք բան, ասում է ինչ ես անում ստե, ասում դե եկել եմ մեղրի, իրան նույնը ասում եմ մեղրի հարցով Բան, ասում չէ, այդպես բան չի կարալի, բան էլի, ոնց կարա մեղրին տան բան,
Մի խոսքով ասում դե լավ, գնա քո գործով եկել ես այդ մարտիկ ընդերես, երբ քեզ են սպասում։ Ասեմ չէ, Շահո ջան, ինձ միեսի ինչ պարտադիր չի ես այդ ամբիոնումը լեմ էլի, ենա քեզ տեսել եմ երկու բառ ավել խոսանք, բայց դες բան էլ չկա խոսալու, այսինքն այն իմաստով, որ էլ նոր 15 տարվա տարբերություն կա, բան որ իրար տեսել ենք։ Մի երկու րոպե ենք խոսում, սենց անում, ասում դե լավ, արի իրար հետ մտնենք ներս։ Նես ձեռը գցում էլի, սենց ուսիս գցում է ու մտնում ենք ներս։ Ես մտածում եմ, ասում ես էլ գալիս եմ էլի։ Մտածում եմ այդքան իր հետ նստեմ դալիճի մեջ։ Ինքը ասում է ես դե կնստեմ, դու իջի գնա ամբյոն։ Ասեմ չէ իրար հետ նստենք, խոսենք չի ասում, որ այդ մարդիկ սպասում են։ Դե լավ, որ չի ուզում, ես իջնում եմ։ Իջնում եմ տես այդտեղ այդ վաղ հովիկներով, չեմ ինչ մեկը խոսում էր, երկու րոպե ոտս կախքցեցի, որ ամբյոնից գնաց նստեց, ես արագ գնամ նստեմ չխանգարեմ։ Ոչմ գնացի նստա, էլի Դավիթի կողքը, մեկը մի րոպե երևի չէր անցել, Դավիթը ասեց շանտ էլ պրովոկացիա չի լինի, վերացել է, ասի ինչ գիտես ինգել Մաթեոսյան։ Ասում հենա տենում ես, էթում են դրանք, այդ ջահեր ջուհուլը, նայում են տարբեր տեղերից մի հոգի, երկու հոգի, բան սենց հելնում են, ասի բայց ինչ գիտես, ասում են մեջտեղի շարքում էր, ասում են տղուն տենում ես, ասի ասեց էտիա դրանց գլավարը, էտ էլ տես հելելա էթումա, արդեն էթումա։ Նայեմ տենամ Շավոնը, այդ իմ բանտինգերը։ Դիմա սախեմ ասում, ասենք, որ այս ձևի մի բան ասեմ, դա չի նշանակում էլի, որ ինքը Շավոն վերբով կա եղած էր։ Այս մի օրինակը որպեսի հասկանալի լինի, ասեմ, ուրեմն նույն 85 թվին, որ նոր տարի էր, ասեցին, որ Բերդի գաղութի պետը զոնայողին հրավիրել է իր մոտ կամ կանչել է իր մոտ, ոչ եմ խոսել է, ասել է, գիտեմ, որ սա պրախոտներում էլ խմիշ կա, օղիա, կոնյակա, գարեջուրա, մեր ժողովուրդը տրադիցիա ունի, որ այդ նոր տարին ուզում է խմել մի բաժակ խմիշ նորավորի, քանի որ ժողովուրդը միշտ նոր տարու հետ լավ հույսեր է կապում։ Ու ասում եմ ոնց որ նոր տարին ուրախ սկսենք, լավ սկսենք, ամբողջ տարին լավ ալնելու, ասես դա ավանդական է, էլի։ Ասեց հիմա բոլորդ էլ գիտեմ ուզում եք այս շուտ ազատվեք, ընտանիքներին միանաք, բան, ու գիտեմ, որ սա զոնում խմիշներ կա, բայց զգուշացնում եմ, գեթաս ասես, որ խմելուց շատ չխմեն, ասեք իրար ազատություն եք մաղթելու ընտանիքի բան չգիտեմ ինչ, երկու երեք բաժակ խմեն, թող խմեն, իսկ եթե շատ էլ խմելու են, ասում են թող դրանց ավել չխմեն ու կռիվ-մռիվ չսարքեն, դեբոշ չանեն, բան, որտեվ MVD-ի մինիստրությունը կիմանա, սպեցնազը կմտի սաղի ջարդուխուրդ կանի, մեր վրա էլ է նարուշելի գկա, ոչ եմ ասին զոննայողն ասը, որ կամ շատ չխմեք, կամ եթե շատ եք խմում, պարկեք քնեք, բարակներից դուս մի եկեք, բան չեպեներ չլի։ Հիմա այս ձևի բաներ պարբերաբար լինում է հանցագործ աշխարհում, որը պիտնո չի, բան ասենք վերբով կա, չէ, սա եմ ասում, ուզեմ ասեմ ամեն ինչ չի, որ լինում է, որ մարդկանց վերբով կա են արածելում, լինում է, որ ինքը արժեքներ ունի, բան, վերբով կա չլնողա, բայց օբշի ընդհանուրի շահերից հենելով է անում, հիմա սա ինչի ասի, ասենք, օրինակ Ռուսաստանի բանտից է օրինակը բերեմ ու ավարտեմ է Շավոյի կերպարի մասին, ասենք, ընդե Սմոլենսկի բանտում, մի հատ կալանավոր պատմեց, ասում է, որ բանը, ասենք KGB-ն, որ խոսքի խոսում է իրանց հետ, քրեական հանցագործների, ասում ախպեր, ասում մենք հո մենտ չենք, որ ձեր հետևից ընկնենք բռնենք, դուք հիմա գողեք, գողցողեք, ձեր պրոֆեսիան է, ոստիկանը թոձես, մլիցեն թոձես բռնի, մեր գործը չի, ասում մենք երկրի անվտանգության մասն ենք մտածում, մենք շպիոն ենք բռնում եւ դավաճան, ասում դուք օրինակ ոնց է դավաճաններին ինչ եք ասում, սուկա եք ասում, չեք սիրում, չէ, ասում այս տղեր կամերում է պատմում այս մարդը, ասում հա բան, որ ասում պատիժում եք, չէ, ասում պատիժը որն է, սպանում ենք դավաճաններին, ասում են տենում ես, դուք նույնիսկ սպանում եք, մենք օրենքի մարդ ենք, տենց օրենքի չենք խախտում, էլի, պատիժի, եթե գնդակահություն է, եթե չէ, այսինքն ընդհանուր, եթե KGB-ն ուզում է մի հատ կարգին մարդու հետ ընդհանուր լեզու գտնի, պետք է նա ճշտերից խոսա ու արժեքներից։ Միայն այն վաղ KGB-ն կամ MVD-ն, նրանց է հանձնարարությունը տես մի կողմանի տալի, որով էլ կոմպրոմատ ունի, ու նա պատվիսկա տվել։ Իսկ ով որ ինքը չի, հիմա սա ինչի ասեցի Շավոյի դեպքը, որ Մաթեոսյան Դավիթ ասեց, դի KGB-ի պետի բանի հետ մոտիկ է, էլի Շավոն։ Ես սա նկարագրում եմ, որ նես չի, որ Շավոյին կարային հանձնարարություն տայի, բայց կարող ասեն ինչքան մեր քաղաքն է, այնքան է քու քաղաքն է։ Մարդիկ եկեն են ստե հրահրեն ապակայունացնեն, բան թուրքերը խփեն, հարձակվեն, բան Շավոն բառնվածա ըլնի, ոչ թե հանձնարարություն կատարող էլի, բայց նաև որ ինձ տենում է,
նա գիտի, նրանց 1000 տարի առաջ 85 թվի բան եմ ասում, չէ, էդի 10 տարի առաջ գիտի Շանթը իր հերը բան սաղին ընտանիքի պատմությունը գիտեր, էլ KGB-ի խոսքը ասնավանին չի նրա համար, որտեղ տենում է մի հատ մարդ, որին ինքը վստահել է ու ժիվոյի նեղության մեջ բերտերով տեսել է, ու սա չի արել, ուզեմ ասեմ Շավոյի պապ, սենց ասեմ, անցնում է տարիներ ընկեր, 2008 թե 9 թիվն է, էլի բանտում եմ, մի հատ մեղրեցու եմ բերում, հետարքրվում եմ, ասեմ ինչ կա Շավոյից, ոնց է, ոնց չի, ասում ախպեր Շավոն մեռել է բան, ասեմ ոնց առողջ տղա էր ֆիզիկապես պինդ, այդ ինչ այլ է, ոնց է մեռը, ասում է ախպոր հետ ասում է գնացել չգիտեմ, յուվադի դեսի, որ գյուղի քեֆ էին արել, հետ գալուց ավտով բանը, գրուզավիկով ընկել էին Արաքս գետը, ասի ոնց երկուսն է մեռել են, ասում ախպեր ոչ դիակա գտնվել ոչ բան է, ավտոն էլ չի գտնվել թե ինչ դաժե, Նես վատը զգացի, ես վերջերս էլ համըտ ասեմ, ասում էի, տենաս դիակը կթած ելնեն, մի օր եթամ գերեզմանին ծաղիկ դնեմ էլ, եթե եթամ մեղրի, ընգերներիս հարցրի Ղափանից, ասի մի հատ կարակ հետարկրվեք, ասի դե Շավոն մեծ սերունդ է, ասի, կարող է ջայլները չիմանան մեծերից բանից, շեմ հետարկրվել էին հետ զանգին, ասին չէ, որ իր աղբերը ողջ է, էլի, իր աղբերը չի եղել հետը, որ ընգել են Արաքս գետը, իր ընգերն ա եղել, ասես խմած են եղել, քեֆների լավ եք ընկել են, ասես ոչ մեն իրանց դիակը չեն գտե, երկուսինն էլ, այդ գրպիդիսյատի ավտոնը չկա, ասում, չեն գտե, ու ասես մի հատ ինչ-որ հուշակարա դրած Արաքս գետի ափին։ Այսինքն Շավոյին սպանել են։ Ես ասացի մի հատ կճշտեք եփ հա, որտեվ այն ժամանակ 2008-ին, որ ես ասացի, ոնց մեռելա այդ եփ ա եղել, ասին տարիներ առաջ, ասին ժամկետ բան, ասին շուտ ա եղել, չեն հիշում։ Հիմա այս անգամ ասի մի հատ խնդրում եմ ճշտեք, ասին էլի տոշտ ինչ, ասել են 2000 կամ 2001 թվին։ Իհարկե ես կարծում եմ դժբախտ դեպք ա եղել, դժբախտ պատահար, բայց որ KGB-ն կարա նաև այդ ձևի իրավիճակներում մարդկանց սպանել էլ սարքի սպանություն։ Այդ դրան այսքան չեմ կասկածում, ու որ Շավոն ինքը 1000 կյանք տեսած տղա էր Ռուսաստաններով բանով ինքը գիտեր, բայց իր համար բարոյական արժի համակարգ, ասենք, եթե նա գիտի Շանթը սրիկա չի։ Բողոք KGB-ի պետի ասելով նա չի տալու Շանթին կբնի, ասիկը KGB-ի պետի նորից եմ ասում, նա նկատի ունի, որ եկել են ու քաղաքնել են խառնաշտում մի բան արա։ Այս առումով ասենք Տաթևի համայնքի պահվածքը, պետի պահվածքը, համայնքապետի պահվածքը ուրիշ ձև է։ Նույն Սյունիքում Շավոն այս ձևի պահվածք ունեցել, ասենք Ռուբեն Հայրապետյանը այս ձևի պահվածք ունեցել, այս բոլորը ամեն ինչը իր մեջ պարունակում է արժեքների կամ արժեքների դեգրադացված լինելու կամ բարձր բարոյական արժի համակարգ ունենալու խնդիրը, որ ոնց էլ պտտենք, ես մեկը հա պայքարելու եմ։ Մի ուրիշ բան էլ ասեմ, այդ ըստ էության ավարտենք էլի ես ասելուց հետո, ինձ փողոցում շատ ասում են, դու ճիշտ ես, միակ ճանապարհը ժողովրդի երկրի փրկության այդ արժե համակարգի վերականգնումն է, բայց ասում են դու վարիանտ չկա, դու մենակ ես մնալու, որտեղ ժողովուրդն էլ չի ուզում փոխվի։ Այդ խնդրեմա մարդիկ թերահավատ են էլի դրա վրա։ Ստիպված, հիմա տես ես խեմ ես գաղութի բանտի օրինակները բերում, ոչ թե իմ գիտելիքը սահմանափակ է ու ես դրան մեջ եմ տեսել, այլ սովետական պետությունը ինքը հենց մեծ բանտ էր։ Այն ժամանակ ասում էին, չէ, ասում էին մարդիկ, որոնք դատվել են, բայց Հայաստանը հիմա բանտ չի։ Չէ, մի րոպե ասեմ, մարդիկ, որոնք դատվել են, մարդիկ, որոնք դատված են, եւ մարդիկ, որոնք պետք է դատվեն։ Դա հսկա բանտ էր, Երկաթե Բարագուրին մի հատ մեծ զապրետկա էր։ Ու այդտեղ մի զգալի մասը ապրում էին անբարո արժեքներով, բայց ձևական տրաֆարետային իբր խոսում էին բարոյականությունից, ազնվությունից, ընկերությունից եւ այլ եւ հայրենասիրությունից, մի հատված էր, որը ավելի շատ փոքր տարիքում անարդարությամբ բախվում են ընկել մեր բանտերը, դրանք էլ փորձում են իրենց արժի համակարգը պահին, բայց քրեական հանցավոր վիճակում, էլի։ Հիմա Հայաստանը բանտ չի, դրա կարիքը չկա, ամենամեծ բանը, բանդը ինչ է, մարդուն ճնշողն է, չէ, բայց յուրաքանչյուր մարդու ամենամեծ ճնշումը անբարոյական հարաբերություններն են։ Օրինակ Նեժդեը ոնց է ասում է ես տեսա բանը, այդ Ազատը, ես տեսա Ստրուկ ազատության մեջ։ Չասում նա ես տեսա հոգով Ազատին ստրկության մեջ եւ սիրեցի մարդուն։ Ես տեսա Ստրուկին ազատության մեջ եւ գարշեցի մարդուց։ Հիմա Սովետում 70 տարվա բանտում
հասարակությունը շատ փոքր մասներ որ դիմադրում էր, հատկապես որ 80-ականներին այդ ազդությունով իրանք սկսեցին դիմադրել, բայց 90-ականների այս վիճակը ծանր կյանքը բանը ոնց որ հերթով իշխանությունը, բախեմ ասում KGB-ն ընկած կոտրում է, նա ցելեվոյ բախեմ ասում Սերժը մինչև հիմա չի հաշտվել այն մտքի հետ, որ ինձ չի կարացե կոտրի, այնքան տգետ է, նա չի հասկանում, թող այդ 5 KGB-շտիկներին հարցնի ասել, այդ մենք կարանք դրան, իսկ մենք չենք կարացե կոտրենք, դու չես կարող տարբերես Ինքը որ նրանց հետ այդ հաճախորդ մաճախորդ այդ Նարեկ Սամսոնյանը, տես դրա մասն ասեմ, երբ որ ինքը Նիկոլին ֆինանսավորում էր, Գևորգ ջան, ինքը այդ իսկ Նիկոլը ինքը բարոյական արժեքների вообще ոտնահարող, անբարո մի հատ կերպար է։ Ինքը ֆինանսավորում է մեկին այդ Սերժի ընտանիքը, որը շանտաժի է ենթարկել պետության պրեզիդենտի ընտանիքին։ Պատկերացնում ես, այսինքն արդեն իսկ նրա վրա երկրի անվտանգության հարցը համապատասխան կառույցները պետք է նրան էթային ասեն դու այդ ընտանիքին շանտաժի ես ենթարկում, որ ինչու իրան քրեական գործ բացեին, բայց ես նորից եմ կրկնում, բան չի։ Հիմա մտածում եմ, ասում եմ, լավ, ասում եմ, ենթարենք Սերժը սխալվել է, կյանքը չէ, բոլորս ի վիճակը։ Բայց հիմա երկրորդ Նիկոլը աճեցնում այդ Նարեկ Սամսոնյանը, երկրորդ Նիկոլը ու ավելի բետար ալելու, քան Նիկոլը։ Նա հələ իշխանության չեկած ասում է քեզի ճիշտ է դադելը բան, դա նշանակում է ես ելեմ ժողովրդին ասեմ կոչ եմ անում ժողովուրդ, բավարար ամեն ինչ անենք, դրանք մի հատ մանդատ չունենան, թե չէ հանգարց միամիտ հանրապետականը եկավ իշխանության, հիմիկվանից են ասում որ մեզ տանելու են դատեն, ոչ թե իրանք իրար նմաններին են տանելու դատեն, այլ իմ նմաններին, ոնց որ այն վաղ դատում էին մյուսին։ Դրա համար եմ ասում, որ Սուչի զոնան ոչ միայն տվյալ պահը փչացած բարոյական հարաբերություններն է, բայց Նարեկ Սամսոնյանը կարծեմ հանրապետական չի։ Հայտ է, բայց իրա կադր չէ, Նիկոլն էլ հանրապետական չէր, բայց հովանավորում էին, հիմա սա, դրա համար եմ ասում, ինչքան է հանրապետականը շատ զուսպ այս կոնֆլիկտում, ես դա գնահատում եմ, բայց Սերժը խելոք խոդ անում, էլի, ընես մեկին է վեկալում, որ իբր թե ոչ իր կուսակցությունը այդտեղ արատավորվի, ոչ իբր ինքը կապ ունի, բայց էդի է, այս ստորությունները այդ ձև բաների մեջ է, ինքը թազա Նիկոլա ձևավորում, հիմա ասում եմ ոչ միայն այդ Սուչի զոնայի արատավորությունը նրանում է, որ ներկա պահին այդ հարաբերությունները անբարո են, այլ որ իրանք աճեցնում են թազա անբարո, էլ ավելի անբարո սերունդ։ Ամբողջ խնդրեմը դրանում է, թե չէ կասեք լավ 50 տարի կամ 20 տարի էլ դիմանանք, այս փչացած հարաբերությունները։ Ջան, երբ որ դուք դառնաք իշխանություն, քարոզելու եք կրիմինալ բաներ, արժեքներ։ Էսի կրիմինալ չի։ Պետությունը պիտի վերահսկողություն ունենա։ Գևորգ ջան, նայ ասում, պետությունը պիտի ունենա։ Անպայման։ Ոնց պիտի վերահսկի։ Չէ, ոնց աշխարհում չկա մի երկիր, որտեղ հանցավորությունը վերացել է։ Չկա տենց հազարամյակներում որևէ երկիր ու չի լինելու։ Բոլորն էլ ձգտում են ոչ միտեղ գաղափարախոսություն չկա։ Ոնց Ռուսաստանը ունի։ Բա Ռուսաստանը խի ունեցավ, որովհետև այդ հանցագործ աշխարհը նախ երբ որ ցարական Պերևարոտ եղավ բոլշևիկները վեկալան իշխանության, նախքին բոլոր ազնվականությանը իրանց արժանապատվություն ունեցող դիմադրող սերունդներին բանտերը մցրին, մեծերին գնդակը արեցին, երեխեքը որբ մնացին, փողոց ընկան, սոված ծառավ, ասենք բանակի, ցարական բանակի աֆիցերները, որոնք միլիոններով գցեցին իշքան սպանբան քաղաքացիական պատերազմում, ովքեր գերի հանձնվեցին, ուղարկեցին բանտերը։ Ու ասենք այդտեղ լինի մտավորականություն, ասենք օրինակ այն Շոստակովիչ բան ասում են դրանք էլ են, չէ՞, թող է փախե, այդ վախտերը թե ոնց էլի։ Ուզեմ ասեմ նայ կամ կադետ պոետներ, լիքը Բերձաև, չէ՞ ոնց որ թողի գնա, այսինքն ուզեմ ասեմ, բոլշևիկները իրանց ռուսական մշակույթի ծաղիկին էլ էին ոչնչացնում, ազնվականությունը որպես ազգի էլիտա ոչնչացնում բան, ու այդ արժեքները ըստ էության ոչ թե այսօրվա կամ 50 տարի առաջվա հանցավոր աշխարհն է ձևավոր այդ բարոյական արժեքը, այլ այն մտավորականները, որոնք ուզում էին Ռուսաստանում ներդրվի այդ արժի համակարգը, դրանք բոլորը բոլշևիկների կողմից մերժվեցին, հալածվեցին, ընկան բանտերը, բայց որպեսի բանտային համակեցությունը տանելի դառնա։ Պարոն Արարության, այդտեղ կա արժեքային համակարգ եւ կա կոդեքս։ Արժեքների վրա ցանկացած կոդեքս արժեքի վրա է։ Ոչ կոդեքսը, այլ արժեքների մասն է խոսքը։ Հա։ Բա արժեքները բոլորինը դրա համար եմ ասում, հանցավոր աշխարհի բարոյականությունը այսօր ավելի բարձր է։ Բայց գողանալը ճիշտ չի։ Ինչը։ Գողանալը ճիշտ չի։ Հա։
բայց Գողանալու մասին ըստ է մի հատ բան խոսել եմ։ Չէ, Ես խոսացել եմ ազնվության մասին, չգիտեմ ինչի մասին, ու ավելի ամոթ, որ հանցագործ աշխարհում ասում են ընկերոջից բան մի գործի, չգիտեմ ինչ, նրանք դատապարտում են, դրանց շկոդնիկ են ասում, էլի արատավոր ձևի վարկաբեկում են։ Կամ ժողովրդից, օրինակ իրանք sense հասկացություն են, ասում են օբշակից ով որ մի կոպեկ գողացավ, նրան ամենավատ պատիժն է հասնում, էլի, նա վերջի ինստանցիայի։ Այդ օբշակից գողանալը նշանակում է պետության բյուջեից գողանալ։ Ընդ է ամենախիստ պատիժն է, դրա համար հազվադեպ կարատես բանալի ու նա կպատժվի։ Բա պետության օբշակն էլ պետության բյուջեն է։ Հիմա ով է ավելի անբարոյական կամ ով է ավելի բարոյական։ Այդ հանցագործ աշխարհի մարդիկ, թե չէ։ Սա ինչի համար եմ ասում, ոչ թե խրախուսում եմ ասում գնացեք գողացեք բան, դες չէ։ Այդ դրանք այդ օրենքները ասի ստեղծվել են ժիգանների կողմից, ոչ թե elə գողական հասկացությունները չկար, կար ժիգանների շարժումը, ժիգանները ասեցի այդ ազնվականությունն ա եղել։ Օրինակ տես մի հատ բան ասեմ, Գևորգ, գողին ասել եմ քսիվ ինչ է նշանակում, չի իմացել։ հրերեն բառը։ Հա? Հրերեն բառ, չի։ Չէ, քսիվ նշանակում է կարոտկը, սեկրետնը, исключительно важно։ Կ, Ս, И, В, կարոտկը, սեկրետնը, исключительно важно։ Հապավում է դա։ Դիշով բանա։ Չէ, ասում եմ դա, չէ, դա բան հապավում է, ու դա, երբ որ ասենք պետության հույժ գաղտնի բանի, ասենք այնտե բանտերում մտնում էին, ասենք ախրանքայի գեներալ, որպես ճշնամի նստում էին։ Իրա ասենք ուսանող կադետներ կային, բանկային, չէ, խոսքի, որի մի գործովին ուղարկել են մյուս զոնա։ Ինքը ասում ախպեր, ասում մի հատ ասա, էլի դու ռուսական բանտերը վերահսկում էիր, ճանապարհներ կան, հենց մի հատ խաբար ուղարկենք, որ բանա, չէ, ասիկեն այդ արդեն դատվածը մեթոդոլոգիային տիրապետելով, ինքը սկսավ է ժիգաներին խորհուրդ տալը, սենց արեք, քսիվը, մսիվը, կարճ բան եւ այլ, շատ բաներ կա, որ ասենք ընդուց եկել է 20-ականներին, դրանք հակասովետական էին, այդ ցարական բանակի սպաները, համալսարանի դասախոսները, չգիտեմ, ցակումով ազնվականները եւ այլ, դրանք ասենք հակասովետ էին ու այդ մեթոդը, այդ ամեն ինչ այդ իդեոլոգիան, օրինակ դրանք կարող էին ազատություն բոլորին սկզբունքը, դեպ նայ, ֆրանսիական ասում են ազատություն, հավասարություն, եղբայրություն, չէ՞։ Դա ֆրանսիական հեղափոխության կարգախոսն է, դա Ամերիկայում կա, դա Անգլիայում կա, հիմա Եվրոպայի կարգախոսն է։ Ռուսների մեջ այդ դեկաբրիստերից սկսած փորձում էին այդ կարգախոսը բերեն, հա, հալածվում էին։ Հիմա Կերենսկու կարճատև ժամանակաշրջանում էլ փորձեցին էլի տապալվեցին, ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը կրող մարդիկ ընկան բանտերը։ Այդ սկզբունքը բարոյական կոդեքսի, տես, ասենք իրանք ասում են ազատություն բոլոր կալանավորներին։ Դե իրանք չեն դնում, էլի էսի հանցագործա թե չէ, որ օրինակ ժողովուրդները ոնց են ասում, ազատություն բոլոր ժողովրդներին կամ բոլոր մարդկանց։ Հո մենք չեն տարանջատում մեջը հանցագործ կա թե չկա։ Իրանք էլ նույն ձևի ասում են ազատություն բոլոր կալանավորներին, հավասարություն բոլոր կալանավորության միջև միմյանց հետ հարաբերություններում եւ հանցավոր եղբայրությունը, ասիկ ազատություն, հավասարություն, եղբայրություն, երրորդը եղբայրությունը իրանց վերահսկում է, որպեսզի այս երկու կոդեքսը չխախտվի, այսինքն վերահսկում է, որ այդ կալանավորները, որոնք սահմանափակ տարածքում են, ունենան համակեցության նորմեր տանելի մարդկային միջ անձնական հարաբերություններն է դառնան տանելի, ասենք ադմինիստրացիան չկարնա վերահսկի իրար գլխի սարքի բան, այսինքն ուզեմ ասեմ, սա գողականի մասին ես չեմ խոսում, սա նորմալ ժողովուրդները իրականացրել են իրանց պետություններում, սովետի պետությանը, ով որ այդ մասին խոսում էր, տանում էին բան, այնանք ձգտում էին ընդ իրականացնեին, էս է իմ ասածը, բայց մի ուրիշ բան ավարտելու համար եմ էլի ասում, որ ասի ինձ ասում են չես կարա, Հիմա տես, այս օրինակները բերում եմ, նույնիսկ ձեր մոտ է տպավորություն առաջանում, թե ինչ-որ գովք եմ անում, չէ, լուրջ եմ ասում, դա դրա հետ կապ չունի։ Բոլոր օրինակները գողականից է։ Դե բայ, ասենք օրինակ, չէ, օրինակ Սովետում ինչ է, տոտալիտար ռեժիմ ա եղել, իսկ հետխորհրդային Հայաստանում ընդհանրապես բարդակ է։ Ընդհանրապես Էլենի գոնե տոտալիտար ռեժիմը ոստիկանի մի քիչ բանսան, բարձում ենք գողական է թակում։ Հա, չգիտեմ, նայ, Սովետում գոնե ռեժիմ էր ինչ էր, չէ։ Ինքը, ասենք, ռեժիմ էր, գոնե գիտեիր, ոչմ բռնապետությունա ու համեր դեմ էր։ Իսկ ես 90 թվից այս կողմ դու չես իմանում։ Այլ թաղապետ, այլ վարչապետ, այլ գողական։ Չես ջոգում, սրբազաններ կան գողական։ Ահա ամեն ինչ ինգեդ ես նորից եմ ասում, ես գողականի մասին չեմ խոսում։ Ու ինտելիգենցիան, նայ, մի հատ օրինակ բերեմ։
Մի օր Երջանիկ Աբգարյանը, հիշի Լևոն Ինգերը, ինքն է կարծեմ գիտությունների տեխնացու է Երջանիկ Աբգարյանը, հիմա ողորմածիկ է։ Մի հատ հոդված է գրում, իրանց արմատում եմ ես, Դաշնամսյանը քննադատող։ Ասեց շան դե կարդա, տես լավ չեմ գրել այս մասը, կարդացի, ասեմ պարոն գրան, շատ լավն է, բայց այս դեպքը սես չի եղել, էլի։ Ասում է, ի՞նչ կապ ունի։ Ասում չէ, ճիշտ է գրեք, որ առիթ չտակ։ Ասում է, կարող է գողական ես ճիշտ ու սխալը որոշել։ Պատկերացնես, ասեմ պարոն Աբգարյան, Կաղաս ինտելիգենտները ճիշտ ու սխալը որոշեն, էդի գողականի հարց չի, բայց դուք չեք որոշում, այն մարդիկ իրանց փայ ուզում են իրանք ճիշտ ու սխալը որոշեն, մի հատ էլ փնովում ես այդ մարդկանց, դա համար երբ որ դու ասում ես գողականը, չէ, եթե մարդը օրինակ պետական մտածելակերպ չունեն, բայց այն մարդիկ ունեցել են տասնամյակներով մտածելակերպ են ձևավորել կուր տրամաբանություն, ընդունելի է թե չէ մի կողմ։ Մեր պետությունը չունի իր տրամաբանությունը, բայց եթե դու ուզում ես մի լոգիկա, օրինակ տես, առողջ լոգիկա, դատարանները մասը, ունեն դադավոր դադախազ բան, այդ իրավապահ կառույցները Հայաստանում, մեկ է հանցագործ աշխարհը, այդ միջանկյալները, ասենք ամբողջականության մեջ վեկալ է։ Թեքվում են դեպի գողականը, Չէ, միջանկյալները չունեն ոչ մի առողջ լոգիկա։ Դա թեքվում ձև են տալիս, որ իրենք այս կամ Ձև, չգիտեմ, ձևը իրանք որ վաղտ ոնց պետք է, լուրջ եմ ասում, որտեվ իրավականն էլ է հստակ տրամաբանություն պահանջում։ Դրանից պաշտպանվելու համար էլ է հստակ տրամաբանություն ու առողջ բան պահանջում։ Հետո ուժի ինքը բնույթով փչացող բեսպրեդել բանի մոմենտ կարա ունենա։ Դրանից դու կարաս պաշտպանվես միայն պարյադիկ պաշտպանելով, իրան ուպլիկատ անելով, իրան ասենք խեն պիկերով, միկերով խփում։ Բայց ես տես էսի հասնում եմ ավարտ էս օրինակ ասեմ, հիմա տես Սովետում ոնց մենակով հաղթել։ Հա, այդ եմ ասում, Սովետում ասենք չի եղել 70 տարում մի սոցիալական շարժում, մի հատ հանրային խավ կամ շերտ մտավորականներ, ինչ որ ինքը հելնի արժեքների համար ինչ որ բանը շարժում տանի ու հաղթի հաստատի։ Տանգերով աղոնի մեջ խեղդել են։ Բայց դրա համար չունեմ օրինակ Սովետից ասելու, էլի 17 թվի բոլշևիկյան հեղաշրջումից մինչև 91 թիվը, որտեղ չկա նախատիպ, նախադեպ, որ հաղթած լինեն։ Ինչ որ եղել է մի ամիս մի քաղաքում բանման, պարտվել են։ Բայց ես դրա համար ստիպված էլի ուժային բան Դե ասենք նորիսկում բունտ ա եղել, տանկերով մտել ճնշել են բան են արել, ուզենք եզակի դեպքեր որ մենք չենք էլ իմացել Սովետում, էլի, բայց հետարքիր դեպք, ասենք պատմում էին, այդ Սիբիրում բանում եղել են, ասենք 10,000-անոց լագերներ, 15-20 հազարանոց, 5,000-անոց բան, ուրեմն ասում եմ մի հատ գող կա 50-ականների, իրան բռնում տանում են, հա, հայ վրա են պատմում, ասում են մնջորապ լենականցի, չգիտեմ ինչքանով է ճիշտ իրա վրա եմ լսել 50-ականներին։ Ուրեմն ասում այս մարդուն տանում են այդ մի հատ զոնա, որը սուչի զոնա է համարվում։ Ասում սրանք բեսպրեդել է, էլի բեսպրեդել շինա։ Ասա իրանել են ծեծում։ Դե ասում ընդունված է, որ իբր եթե գողին ծեծում են ինքը պաստուպից չի լեմ, էլ գող չի։ Ասում բայց սա մնում է, տե։ Ասում հելնում է մի 3-4 ամիս ամեն շաբաթ մեկ էտապ են բերում, էլի, կալանավորներ են բերում։ Ասում այդ վախտայի դեմը, որ դες կալանավորների մուտք պտիլի գաղութ, գնում ասենք բերում են մի 30-40 հոգի կամ 100-200 հոգի նայած մեծ զոնաներում շատ են տանում, գնում հարց ու փորձ անում, ով ինչ հոդվածով է դատված ու տարիքով, տարիքով փոքր, ասենք 10-19 չափած նոր դարած մարդկանց, վեկալում դիմավորում տանում է իր բարակը, իրանց տեղավորում է բան, ու բացատրում է այդ գողական ասենք մենք, բայց այդ էական չի, էլի արժեքները ճիշտ ու սխալը, ազնիվը, անազնիվը, դավաճանը, բան հավատարմությունը, այս արժեքները բացատրում է, որ սենց է պետք ապրել, որպեսզի դա է ճիշտը մարդկայինը բան, ու ասում է ինչի է ինքը վեկալում, ասենք 18 տարեկան տարիքի, ասում է սրանք ոնց էլի այդքան շատ սրիկայություն առաջ չեն էլ իրաց կյանքում, համեմատական մաքուր են։ Քարոզում է այդ գաղափարները։ Հետո նաև ինքը հարցնում է ով ինչ հոդվածով է դատվել, որպեսզի տենա ով ինչ բարոյական ընկալում ունի, ասենք եթե բռնաբարություն անողին չէր կանչի տաներ կամ նմանատիպ, հոդվածներով էլ է կողմնորոշվում, ու ասում եմ 5-6 ամիս հավաքում է իր մոտ այդպես մի 5-600 կամ ես իմ 1000 հոգի, կամ 300 հոգի, բան, կողմնակիցներ ջահել։ Ու երբ որ այդ տենում արդեն պատրաստ են, ասում են, որ հեսա այս սիտուացիան փոխվելու է, դուք եք ստե որոշելու, այսպես ասած դրվածքը դնելու, հելնում ասում է, այսի եթում է,
Ну, չգիտեմ, մի բան ասում էին մնջորավն է, կարող է մի հատ ռուս է, դա էական չի, էլի երևույթի մասին է խոսքը։ Ոչ եմ, էսի էտումա, այդ օբշի զոն նայող այդ բակլանների այդ գալավարեզի բանը, բարակն է մտնում, քնած ո գիշերը, որ քնած են։ Ինքը բայց խմբով է մտնում այդ ջահելների հետ։ Ու այդ դրան քնածվող տապորով տալի վիզը կդրմա։ Վիզը կդրմա, մազերից ասում են բռնում է ասես գլուխը, ու այդ բարակում ֆորմա ասում է բանա։ Հիմա սա հելում են նրա կողմնակիցները։ Այս ջահելները պիկերը պահած իրան շրջապատած պիկերով պահում են, որ ինքը ու խոսում է ինքը, որ ասում է սրանց հետո այս տղեկը պետք է ասեն ինչ ալելու, ոնց ալելու, ճիշտը սխալը բանը, բոլորտեպ դի ենթարկվեք բան, եթե որը մեկը դեմ գնաց, այսրա օրինակ ընկնելու։ Այդ բարակից հելում է, ինքը արդեն գիտի իրան, բռնելու են թազը դաբաբի տանեն ուրիշ տե տանը, չէ։ Հետո հասցնում է ուրիշ բարակ մտնի, մի քանի բարակ է մտնում ու սաղին այդ ոնց որ ստրախ գանյատ, այտենց ասում են ստրախա գանյատամ, չէ։ Վախեցնում։ Հա, վախեցնում է, էլի։ Ու դրանց ասում է ոչ եմ այս տղեկը կասեն ու այդ զոնը պերևարոտ անում։ Հիմա ես ոչ թե սա քրեական ենթամշակույթի մասին չեմ ասում, ես սա ասում եմ որպես հնարավոր հաղթանակի մեթոդոլոգիա, որ ես հա տելևիզորով ինձ ինչքան կանչում են խոսում եմ, բարոյական արժեքներից եմ խոսում։ Հո ես չեմ ասում եկեք բանը, այդ բարոյական արժի համակարգի դեգրադացիայի դեմ պայքար ենք, գանք բոլորս գողական ապրենք։ Դրա մասին չի։ Հիմա եթե այդ մարդ ուղեղը հերիք է մեթոդա գթե հաջողության։ Երիտասարդ չփչացած ազնիվ մարդկանց ոնց գտնենք Սփյուռքից։ Սփյուռքի հետ ես Սփյուռքի հետ այդ առումով չեմ կարող, ուրեմն տեղացին պետք է անի դա։ Սփյուռքի մարդը դե ինչքան է մեզ ողջ բանսենք բալետ անի, բան անի, չէ, ասեք ոգե շնչի կամ ոգևորի մարդը աստե պետք, մարդը տեղում պետք է լինի։ Այդ մարդը տեղում սա հարաբերությունները փչացած էր, ինքը չկարողացավ, չէր կարա այնտեղ փոխել նախկիները, կարողա չէին բոլորը փչացած, բայց ռիսկել չէին անում, հարմարված ապրում էին, բայց նորը եկողները, ջահելները, որոնք ջահելները ավելի անznազոհ են լինում, եթե հավատում են էլի որևէ գաղափարի, այդ դրանցով կարաս հաղթես, ես խոսացի ընդամենը հաղթանակի մեթոդոլոգիայի մասին, դե Պողոսովին ինձ ասում են շատ ճիշտ ես ասում, բայց դու մենակ ես չես կարա, ես ինչ անեմ, ասեմ գլուխը պետք է ճիշտ կտրվի։ Հա, ես ինչ անեմ, ասեմ որ չեմ կարա ու չպայքարեմ, այսքանը Եղավ, շնորհակալություն պարոն Հարությունյան, սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Բաստիոն հաղորդաշարը, մեր հյուրն էր Շանթ Հարությունյանը, կհանդիպենք։